Դու սիրո եւ ջերմության մեջ մեծացած երեխա ես։ Ինչու սիրո եւ ջերմության մեջ մեծացած երեխան այդքան կոմպլեքսավորված էր։ Վերջերս եմ երևի սկսել ինձ շատ սիրել, ու վերջերս եմ սկսել ազատվել կոմպլեքսներից։ Շնորհակալ եմ մեր կուրսյան 3 տղաներին, որ 4-րդ հարկի աստիճանների վրայից ինձ այսպես բրթեցին ու ասեցին. «Դե զզվցրել ես, գնա այդ կաստինգին»։ Ես երբեք այս ամենի մասին չեմ խոսել, բայց իրենք տեսնում էին, թե ինչքան կոմպլեքսավորված էի, ինչքան չէի ցանկանում մասնակցել կաստինգների։ Ընտրվել էի 20-րդական ինչ-որ դեր, ստոպ տվեց ռեժիսորը, ինձ թվաց, որ իմ պատճառով նկարահանումը ավարտվեց։ Ծանր էի տարել, փոքր դեր էր, չկարողացա սա նորմալ խաղալ, ես չպետք է այս կաստինգին գնայի։ Ու զանգ եմ ստանում, որ Մարիամ, դու ընտրվել ես այդ նույն պրոյեկտի գլխավոր հերոսուհի։ Իմ ատամները իրարից բավական հեռու էին, ու ես այդ պատճառով եմ միշտ կոմպլեքսավորվել։ Իրենք կատարեցին իմ երազանքներից մեկը, 1 ժամում այդպես գեղեցիկ հավաքեցին դա, որ հիմա ես ունեմ այս ատամնաշարը, գնացել եմ ինստիտուտ, այդքան չեք նկատում, ոչ մի բան։ Ինչ որ մի օր հասկանում ես, որ եթե դու քեզ չսիրես, աշխարհը սիրել չես կարող։ Ես հասկացա, որ ես պետքա շատ ուժեղ զարգացնեմ հավատս։ Ես սխալներ շատ արեցի, բայց այդ սխալներից ես այլևս չեմ ամաչում։ Ես ընտրություն եմ, ոչ թե տարբերակ։ Չես կարող այդ մարդու մեջ ամփոփել մի ամբողջ սեր ու ասես, որ սիրուց դու հիասթափվել ես, չէ։ Ես չեմ ապրում այդ մտքով, թե ինչու եմ ես մենակ, բայց ինքը ծնվել է, ինքը գոյություն ունի։ Արդյոք դու հիմա քեզ երջանիկ զգալով հասկանում ես, որ դու մենակ ավելի երջանիկ ես, քան երբ հարաբերությունների մեջ ես եղել։ Ես հոգնել եմ անդադար կռվելուց, առանց այդ էլ իմ կյանքը բավական լուրջ ճակատամարտ է եղել։ Չեմ ուզում իմ ներաշխարհը քանդեմ, սկսեմ բուժել ուրիշ մեկին։ Ես ուզում եմ շատ ժամանակ ինքս ինձ կարողանամ բուժել։ Ես ամեն բան գեղեցիկ հաշվարկում նոր եմ գնում։ Միշտ դու ես գնացել։ Մեկ է քեզ բաց թողողը տղամարդն է։ Ինչքան էլ որ ես ասեմ, միգուցե չեմ վազում այդ մտքի ետևից, բայց ես մեկ աղջիկ եմ, ով ցանկանում է ընտանիք ունենալ, ցանկանում է սիրված լինել։ Լալա Մնացականյանը մեր տաղանդավոր դերասանուհիներից էր, որի կորուստը իհարկե անչափելի շատ մեծ կորուստ էր։ Գիտես, նա երբեք մեզ թույլ չտվեց գրկել իրեն, ու ես իրեն շատ էի սիրում, բայց զգում էի Տիկին Մնացականյանն էլ ինձ էր սիրում։ Ես ամեն իմ հաջողությունից հետո Տիկին Մնացականյանին գրում էի, որ Տիկին Մնացականյան, շնորհակալ եմ ձեզ, որ ինձ այսպիսի մարդ եք դարձրել։ Ես կուզեի ուղղակի իմ ընտանիքի բոլոր անդամները հիմա լինեին այստեղ, որովհետև ես հասկացա, որ ընտանիքից կարևոր էլ ինչ։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստամատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս։ Մենք արդեն ճանապարհում ենք 2025 թվականը։ Ես հուսով եմ, որ յուրաքանչյուր մարդ հետ նայելով 2025-ին ու առհասարակ իր անցած ճանապարհին հասկանում է, որ արդար ու ազնիվ անցավ իր ճանապարհը։ Տարեմուտի հաղորդման իմ հյուրը դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն է, որը կարծում եմ, որ մեզ պատմելու շատ սիրուն բաներ ունի։ Ողջույն Մարիամ։ Շնորհավոր քո նոր տարի։ Շնորհակալ եմ, ձերն էլ շնորհավոր լինի, թող լավ երջանիկ, այս բառը շատ եմ վերջերս օգտագործել, գիտակցված երջանիկ տարի ունենաք։ Իսկ դու գիտակցված երջանիկ ես հիմա։ Չգիտես։ Հա, իհարկե։ Արջուկ։ Արի։ Շոն, սիրում եմ քեզ։ Իրականում սա ուղղակի չես արթնանում մի օր ու դա հասկանում, դա երկար փորձառությունների, գործընթացների, խմորումների արդյունքում է գալիս։ Փորձում եմ գիտակցված երջանիկ լինել, թե ինչ է երջանկությունը, պահա։ Դրա մեկնաբանությունը վստահաբար կկարողանամ հաղորդման ընթացքում տալ։ Երջանկությունը բայց պահա, թե ցանկությունա գնահատելու այն ինչ որ մենք ունենք։ Գիտես, մարդու ուղեղը ամեն բան հասկանում է, ուղղակի դա կառավարել է պետք։ Մենք շատ բաներ, այո, գնահատում ենք, ուղղակի մեր գիտակցական դաշտում դա չի գալիս։ Ես փորձել եմ ու սկսել եմ իմ վրա աշխատել այնպես, որ ես հիմա գնահատում եմ անգամ այն, որ հիմա արջուկը քեզ այսպես շատ սիրում է, ամենապրիմիտիվ բանն ասեմ։ Ինձ մոտ երևի հավատը, ներշնչանքը, երջանկության բանաձևը գտնելը մի քանի տարվա այսպես փորձառության արդյունքում եկավ։ Բայց հիմա փորձում եմ ես իրոք երջանիկ
երջանկությունը գտնել ամեն ինչում ու դրա հետ մեկտեղ նաև ճիշտ գնահատական տալ դրան։ Անկամ ես երջանիկ եմ ձախողած գործերի մեջ, որովհետև ես հասկանում եմ, որ դրանից ես դուրս եմ եկել, ինչ որ բան գնահատած ու ինչ որ բան հասկացած։ Իսկ ինչպիսին էր անցնող տարին քեզ համար։ 2025-ը իմ ու մամայի ընդհանրապես մեր ընտանիքի անդամների համար այսպես շատ վատ սկսվեց։ Սկիզբը տարվա շատ դժվար է եղել, որովհետև դեկտեմբեր ամսին տատիկը մահացավ ու Նախորդ տարվա 2024 ու մասին իդեպ խոսել էի մեր հարցազրույցում, պարզապես մի քանի ամիս առաջ այդպես հանկարծակի մահացավ, բայց չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև տատիկի մահից հետո ես քրոնիկ էգոիստ մարդ եմ դարձել, ես սա ընդունում եմ, սա գիտակցում եմ, որ ես դարձել եմ քրոնիկ էգոիստ մարդ։ Հիմա տարին այսպես փորձեմ սկզբից գալ ամփոփել։ Ինչու։ Առողջություն։ Առողջություն։ Ինչու քրոնիկ էգոիստ, որովհետև ես մամային այդ դաշտում թողել եմ մենակ։ Ես հասկանում եմ, որ իր համար շատ դժվար է գնալ գերեզմաններ ու տեսնել մի ամբողջ ընտանիք, որովհետև մի ամբողջ ընտանիք, ես այդ հարցում իրան շատ մենակ եմ թողել, ես դա հասկանում եմ, դա շատ էգոիստ մարդու բնութագիր է, բայց ես փորձում եմ ինքնապաշտպանվել։ Առանց այդ էլ ես պապայից հետո իմ ինքնապաշտպանական դաշտը այսպես շատ ամուր դարձավ, երբ որ ես զգում եմ, որ իմ վրա հարձակվում է, ես առաջինն եմ հարձակվում, դա փորձել եմ դա բերել նրան, որ դա ինքնապաշտպանություն է, քանի որ առանց պապա աղջիկը մի քիչ ավելի այսպես ուրիշ է լինում։ Մենք իրար շատ լավ այդ հարցում հասկանում ենք, բայց այստեղ արդեն տատիկից հետո ուրիշ բան ձևավորվեց։ Ես հասկացա, որ ես չեմ ուզում բախվել այդ իրականության հետ, ես հասկացա, որ ես դրժում եմ այդ իրականությունը, ես չեմ ուզում գնալ այդ պատկերը տեսնել ու մամային թողել եմ այդ հարցում մենակ, անդադար փորձում եմ այլ կերպ կոմպենսացնել, իհարկե դա չի ստացվում, բայց տարին սկսվեց մամային բուժելով։ Շնորհակալ եմ ես այս մարդուկին, ես չգիտեմ, սա ով է, Արջուկը մեր ընտանիքում շատ այսպես էմոցիոնալ առումով լիքը բան փոխեց, մամային գոնե ինչ որ հարցում այսպես հանգստացնում էր, չէ Արջուկ։ Ու փորձեցինք երկուսով, ես ու մաման հաղթահարել, միմյանց բուժել ու անցնել։ Ով է տատիկը ինձ համար եղել իմ կյանքում, դա ովքեր գիտեն, ովքեր չգիտեն, ավելավա չեմ ուզում տատիկի մահվան թեման այսպես շատ քննարկեմ։ Տատիկը մի մարդ էր, ով փոխարինեց բոլորին, ովքեր հեռացել էին։ Պարզապես ես սկսել եմ մահկոչվածին այլ պրիզմայով նայել։ Ես մտածում եմ, որ դա իմ ցավն է, ես դա չեմ ուզում ոչ մեկի վրա, այսպես ասած, փաթաթել, դա իմ ցավն է եւ իմ կռիվը իմ ցավի հետ է։ Всё, այդքանը։ Իսկ տարին կյանքին ես սկսել եմ շատ սուր նայել ու վայելել այդ սուր զգացողությունը։ Տարին ինձ համար տեսանելի լինելու մասին էր ինքս իմ համար։ Տեսանելի լինել ոչ թե գեղեցկության, ոչ թե արտաքինի, այլ ներքին, երբ որ դու սկսում ես քեզ ճանաչել։ Վայ այնքան հավես զգացողություն է, երբ որ տարիներ անց, երբ որ դու անգամ չես ֆիքսել դա, որ դու կողմ սկսեմ ինձ ճանաչել։ Բայց ինչ հավես է, որ սկսում եմ քեզ ճանաչել։ Սկսում ես ճանաչել քո ներսի լույսը, սկսում ես ճանաչել քո բոլոր կողմերը, որոնք անգամ քեզ համար անտեսանելի են եղել եւ շատ ժամանակ դու ուղղակի շատ գերէմոցիոնալ մարդ լինելով չես էլ նկատել։ Հասկացա, որ ես իմ ներսում շատ ուժեղ լույս ունեմ, որը ընդհանրապես պետք չի խամրեցնել։ Այո, շատ մարդիկ միգուցե, այո, ես սա բոլորին եմ ասում, միգուցե շատ մարդիկ ձեր լույսից չկարողանան ձեր լույսին նել, այսպես աչքերը կկոցեն, որովհետև շատ է այդ լույսը, բայց դուք երբեք չկորցնեք ձեր ներսի լույսը։ Դա շատ կարևոր է գտնել, հասկանալ։ Մի վախեցեք երբեք չափազանց էմոցիոնալ լինելուց, մի վախեցեք երբեք չափազանց պարզ ու բաց լինելուց, մի վախեցեք չափազանց ճիշտ լինելուց, ինքներդ ձեզ համար առաջին հերթին, որովհետև երբ անցնում եք այդ ճանապարհը, հասնում եք մի կետի, որ
Պարզապես այո, սկսում եք գիտակցված երջանիկ լինել ու գնահատել այն ամեն ինչ, որ ձեր կյանքում կատարվում է։ Նոր տարվա այսպես շատ գեղեցիկ խոսք ստացվել։ Հա, շատ այսպես տեսանելիության տարի էր ինձ համար, սուր զգացողությունների, նաև խելքից դուրս, իմ առաջին հաղորդման անունը ասացի, այո, խելքից դուրս էր, լի ճանապարհորդություններով, լի փոփոխություններով իմ կյանքում։ Լավ էր, գոհ եմ, 2025-ից շատ գոհ եմ, տարին իսկապես լի տարի էր բոլոր էմոցիոնալ առումներով։ Ինքնաճանաչողության համար յուրաքանչյուրս մի ճանապարհ ենք անցնում։ Երբեմն մենք սկսում ենք ինքնաճանաչողական շատ խորը փուլ ապրել դժվարություններից հետո։ Երբեմն լինում են մարդիկ, որոնք մեզ փորձում են ճանաչել ու այնքան հետաքրքիր ճանապարհով են իրենք մեզ փորձում ճանաչել, որ այդ մարդու հետ սկսում ես դու ինքդ ավելի շատ փորփրել քո ներսը։ Կարող է քո դեպքում լրիվ այլ տարբերակ լինի, որը ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում։ Ինչպես սկսեցիր քո ինքնաճանաչողական այդ խորը փուլը։ Նախ ուզում եմ առաջին հերթին քեզ հարց տալ։ Արդյոք քեզ համար որպես ընկերուհի խնդրում եմ նայել, ոչ թե Ամալիա, դու ինքդ քեզ համար արդյոք տեսնում ես փոփոխված Մարիամի ու իրեն գտած Մարիամի։ Ես հիմա տեսնում եմ ավելի հասուն, ավելի խորը մտածող ու վերլուծող Մարիամի, որը իրեն գտել է թե ոչ, գիտես, կողքից երբ որ նայում եմ, ես տեսնում եմ իրեն գտած աղջիկա, բայց քանի որ մենք ներսում շատ հաճախ ուրիշ զգացողություններ ենք ունենում, ինչու եմ ես կարևորում այս հարցազրույցները, ես կարևորում եմ մարդուն լսելը, մարդու էմոցիաները լսելը, որովհետև մենք տարբեր կարծիքներ կարող ենք ունենալ մարդկանց մասին, բայց երբեմն երբ իրենց լսում ենք, հասկանում ենք, որ իրենք այլ էմոցիա ունեն։ Ես նախ շատ ուրախ եմ, որ դու այս ֆորմատը շարունակում ես։ Ես շատ ուրախ եմ, որովհետև քեզ մոտ մենք այնպիսին ենք, ինչպիսին որ կանք, ու այս ֆորմատը իրականում մեզ շատ հարկավոր է, որովհետև լայն լսարանը կարողանում է ճանաչել այդ մի հոգուն, որովհետև կարծիքները շատ են, տպավորությունները շատ են, մենք չենք էլ կարող այդպես բոլորին հավասար ասել, ես այսպիսին եմ, խնդրում եմ ինձ այսպիսին ճանաչեք։ Նախ շնորհակալություն քեզ, որ դու կարողանում ես ու թույլ ես տալիս, որ քեզ մոտ մարդիկ ճիշտ բացվեն, կարողանան իրենց ճիշտ ներկայացնել։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ իմ մասին կարծիքի համար։ Ամես ամեն ինչին ինձ բերեց հավատքը։ Նախ ինքս իմ ուժերի նկատմամբ եւ հետո այն ճանապարհը, որը որ ես անցնում եմ։ Եթե ասեմ շատ դժվար ճանապարհ եմ անցել, սուտ կլինի։ Ինքնաճանաչողությանը գալը երևի ստացվել է հավատքի մեջ խորանալով։ Յունգը մի հատ շատ լավ խոսք ունի, ասում է ճանապարհը դեպի քեզ, դա ճանապարհը դեպի աստվածայինը քո ներսում։ Շատ կարևոր հանգամանք էր ինձ համար գտնել ներսիս աստվածայինը։ Գալ այդ հավատին ու Աստծո շնորհիվ իմ աղոթքներով, իմ հավատով դեպի այն ինչ որ ես անում եմ եւ իմ մարդ համակարգը ինչպես ձևավորվում է, ես հասկացել եմ, թե իմ մարդ համակարգում ինչեր կան, ինչեր չկան, ինչեր պետքա լինեն եւ ինչեր չպետքա լինեն։ Ես երբ ասում եմ գեղեցկություն, դա ինձ համար ոչ նորաձև հագնվելն է, ոչ կոսմետիկան։ Ինձ համար գեղեցկությունը դա իմ ներսում ծնվող հավատն է եւ դրանից բխող հետագա քայլերը։ Պարզ աչքով նայում եմ այն գործողություններին, որոնք ես եմ իրականացնում, առաջին հերթին փորձում եմ ինքս ինձ չստել։ Պարզ, թափանցիկ, ինչ եմ տեսնում ես Մարիամի մեջ։ Ինչա պետք ավելացնել, ինչա պետք պակասացնել։ Էմոցիա չկա, գործողություն։ Երբ որ էմոցիան հանում ենք, մնում է գործողությունը, ինչ պետք է հիմա արվի։ Ես հասկացա, որ ես պետքա շատ ուժեղ զարգացնեմ հավատս եւ դրա արդյունքում է, որ ես այսօր այսպիսին եմ, այսպիսի մարդ եմ ձևավորված ու ես գիտեմ, որ ես դեռ շատ երկար ու սիրուն ճանապարհ ունեմ անցնել։ Վստահաբար, հավատի մեջ ամենակարևոր կետը, որը քեզ ամրացրեց, որն էր։ Որ ես մենակ չեմ, որ պետք է հաշտվեմ են բոլոր զգացողությունների հետ, որոնք իմ ներսում կան,
ու հաշտվեմ այն իրականության հետ, որտեղ ես ապրում եմ, առանց կառավարելու եւ արհեստական զարգացնելու սիտուացիաները, իրադարձությունները։ Եթե ճիշտ եմ հասկացել հարցդ։ Ճիշտ եմ հասկացել հարցդ։ Դու բաց ես հասկանալու հարցը քո տեսանկյունից։ Ես ինչու եմ բաց տալիս հարցը, որովհետեւ ես ուզում եմ լողալ քո մտքերի մեջ։ Մենակ չեմ, ես ունեմ շատ ներքին ուժ, ու այդ ներքին ուժն է, որ քեզ մղում է անընդհատ առաջ, որ անգամ վատ բաները, որոնք մեր շրջապատում, մեր կյանքում կատարվում են, դու բռնում ես այդ հավատքի ձեռքից, հավատքդ ներսումդ ասում է ես քո հետ եմ, հանկարծ չշեղվես, գնա, դու ունես շատ նպատակներ, ու այն լույսը, որ ես ասում եմ, որ քո ներսում կա, այդ լույսը ավելի զարգացնելն ու աճացնելն ու ավելի լուսավոր դարձնելն է։ Մարիամ, քո տոնածառի տակ նվեր եմ դրել, իմ գործընկեր Լուսին օրգանիքսից խնամքի միջոցներ են, իհարկե։ Վաղուց մեր տոնածառի տակ, այսպես հիշում եմ, հավես հիշողություն կա, որ ծնողներս մեր նվերները միշտ տոնածառի տակ էին դնում։ Ինչ հաճելի էր արձագանքդ։ Լուսին օրգանիքսի խնամքի միջոցները երբ օգտագործես, ավելի պայծառ ես դառնալու, ինչու, որովհետև նախ 100% բնական խնամքի միջոցներ են, ինչի դրական ազդեցությունը թողնում է մաշկի վրա։ Այստեղ քեզ նվիրել ենք նուրբ շերտազատող սկրաբ, որը մաշկը մաքրում եւ պատրաստում է խոնավեցմանը։ Գիտենք, որ խոնավեցումը շատ կարեւոր է մեր մաշկի համար, եւ վիտամին C-ի շիճուկ, այդ իմ ամենասիրելին է, ինձ թվում է իրենց բեսթսելերներից է։ Ասես են օգտագործում։ Ահա, վիտամին C-ի շիճուկը պետք է լավ թափահարել օգտագործելուց առաջ եւ հրաշալի հակաօքսիդանտ է, որը հավասարեցնում է մաշկի գույնը, փայլ է տալիս, տարիքային գծերի դեմ է պայքարում։ Այնպես որ կարող ես օգտագործել, վստահ եմ, որ ազդեցությունից շատ գոհ կլինես։ Շատ շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ։ Ես սիրում եմ ամանորյա նվերներ։ Սիրով։ Մար, որ էմոցիաներն էր, որոնց հետ պիտի հաշտվեիր, որ իրականություններ, որի հետ պիտի հաշտվեիր, որովհետև ես չեմ կարծում, որ միայն կորուստներն են, թեպետ կորուստները մեծապես ձևավորում են մեզ նաև, բայց կյանքը այլ բաղկացուցիչ մասեր էլ ունի, չէ՞։ Տարին ընդհանրապես չավարտվեց այնպես, ինչպես որ ես շատ կուզեի շատ հարցերում, բայց ավարտվեց ազնիվ։ Այո, շատ հարցեր բաց մնացին, շատ հարցեր փորձեցինք փակել, բայց ավարտվեցին ազնիվ ճանապարհով։ Եթե ամփոփենք միայն 2025 թվականը, ես ամբողջ 2025 թվականին ուղղակի ռոբոտի պես աշխատել եմ, որովհետև պետք էր ինչ-որ բաներ չնկատել, թե որովհետև կայֆ էր այդպես։ Կներեք բառից համար։ Չէ, ինչի կներեք, այո, մենք հաճույքի, հա, չէ, մենք Իսկ սովորեք։ Այո, չնկատել լիքը բաներ։ Փակել լիքը տեղեր, որ փորձես քեզ պաշտպանել։ Բայց դա եկավ, չեմ ուզում եմ անընդհատ այս թեմայի շուրջ չպտտվել, բայց քանի որ 24-ին մենք շատ մեծ կորուստ ունեցանք, կորուստից հետո ձևավորվեց այս ամեն ինչը։ Ես սկսեցի 2025-ը, դու ինձ հարցը տալի 2025-ը օրինակ ինչպիսին էր, ես միայն հիշում եմ Մարիամ, ով անդադար աշխատում է։ Մարիամ, ով անընդհատ դռներ է թակում ու դռներ է բացում։ Մարիամ, ով պահանջներ ունի, որ ցանկանում է օրինակ շատ լավ կյանք ունենալ, շրջագայել, վայելել իր կյանքը ու դրա համար պետք է աշխատել, որովհետև ես եմ, պետք է ես աշխատեմ, որ ես իմ իսկ ցանկությունները բավարարեմ։ Ու դրա արդյունքում կարող եմ ասել, որ հիմքը մենակ լինելն է։ Մենակ ես ու մենակ չես միաժամանակ։ Հա, ընդհանրապես աշխարհում յուրաքանչյուր մարդու պետք է միայնակ մնալ։ Գիտես ինչի, որովհետև երբ որ դու քեզ տալիս ես այդ մենակությունը, շատ լուրջ գաղափարներ, շատ լուրջ մտքեր հենց ծնվում են մենակության արդյունքում։ Մենակ լինելու հետ քո առաջին բախումը ինչպիսին էր։ Չեմ հիշում։ Գրկաբաց ընդունեցիր մենակությունը, թե սկզբում կռիվ ունեիր մենակության հետ, որից հետո ընդունեցիր մենակությունը եւ հասկացար, որ ի վերջո որևէ մարդ աշխարհում մենակ չէ, որովհետեւ Աստծո ուժը, որը մեզ հետ է, շատ ավելի մեծ ուժ է, քան այլ մարդիկ, որոնք կարող են տալ։
Ընդունելու խնդիր չեմ ունեցել, որովհետև այո, շատ ժամանակ ես սիրում եմ մենակ մնալ։ Հոգեպես մենակ մնալ։ Հա, ես խոսում եի ուղղակի ֆիզիկապես մենակ մնալու մասին։ Խոսեմ հիմա երկուսի մասին։ Ընդունելը ինձ մոտ մենակ լինելու չի գիտակցված այս պահին, որովհետև դա պարզապես հանկարծակի է եղել, բայց իմ ընկերներ են, մարդիկ, ովքեր միշտ մեր տանն են, միշտ մեզ հետ են, իրանք գիտեն, որ Մարիամը սիրում է միայնակ մնալ, իրանք գիտեն, որ մենք հավաքվում ենք, ես միգուցե անգամ 20 րոպե առանձնանամ, մենակ մնամ իմ սենյակում։ Բայց եթե մենք խոսում ենք մենության մասին, մենության զգացողություն ես չունեմ, որովհետև ես երևի հասկանում եմ, որ մեկը մենք բոլորս էլ այս կյանքում մենակ ենք։ Գիտես ինչու ես այս հարցը քեզ տվեցի։ Իրականում ես շատ հետևում եմ մարդու մտքերի հոսքին եւ երբ օրինակ նկատում եմ, որ մի միտք մի քանի անգամ արտահայտում է, ենթադրում եմ, որ դա իրեն գուցե անհանգստացնում է կամ այս փուլում գուցե իրեն մոտ է եւ անպայման այդ մասին հարց եմ տալիս։ Ես այստեղ գալուց չէի մտածել, որ քեզ հետ խոսելու եմ մենակության մասին, բայց զրույցի սկզբից, քանի որ գալիս ենք, դու անուղղակիորեն խոսքի մեջ մի քանի անգամ խոսեցի այդ մասին, նույնիսկ աշխատանքի մասին։ Ես պիտի աշխատեմ, որովհետև ես հիմա մենակ եմ։ 3 տարի առաջ Մարիամիկը ինձ նման բան չէր ասի, 5 տարի առաջ Մարիամիկը ինձ նման բան չէր ասի, ու այստեղ ես չեմ ուզում անընդհատ կորուստների շուրջ պտտվենք, բայց չգիտեմ, խնդիրը կորուստներն են, թե նաև որոշակի հասունացած Մարիամն է, որը հասկանում է, որ անկախ այն ուժից, որը իրեն կարող են տալ իր ընտանիքի անդամները, հարազատները, պետք է կարողանալ երկու ոտքի վրա մենակ ամուր կանգնել։ Ես կարծում եմ, որ պետքա մարդ կարողանա առանց որևէ մեկի ներգործության պետք է այնպիսի մարդ ձևավորվի, որ կարողանա այո երկու ոտքի վրա ամուր կանգնի։ Ես մենակ եմ, բայց դրա հետ մեկտեղ նաև մենակ չեմ։ Բայց ես թույլ էլ չեմ տալիս ինձ օգնել։ Ինչու՞։ Չեմ սիրում ամ։ Ներողություն, որ սիրում։ Ես գիտեմ, որ դու էլ չես սիրում։ Ուրիշ բան եմ ասում։ Երկկողմանի է մեր հարցազրույցը։ Ներողություն, որ երբեմն նաև իմ օրինակներից եմ մեջ բերում, բայց կարծում եմ դա շատ ավելի անմիջական է դարձնում զրույցը։ Տես, ինքս իմ օրինակով կարող եմ ասել, շատ երկար ժամանակ ես չէի սիրում առհասարակ օգնություն ընդունել։ Ես վերջերս ինձ բռնացրեցի մի մտքի վրա, առհասարակ երբեք խաղեր չեմ խաղացել, շատ միարդայնացած էի, խաղ էի խաղում ու հասկացա, որ հենց հասնում եմ այն կետին, որտեղ որ կարող եմ օրինակ օգնության դիմել, նույնիսկ խաղի մեջ լրացուցիչ հնարավորություն ունենալ, ես գերադասում եմ սկզբից նորից խաղալ այդ խաղը։ Քան դիմել օգնության, մեկ քայլ նվեր ստանալ եւ շարունակությունը ինքս խաղամ։ Մենք պատրաստ ենք բոլորին օգնելու, ես ինքս բոլորը գիտեմ։ բոլորը Բայց արդյոք այդ խնդիր չի։ Խնդիր է։ Դա շատ լուրջ խնդիր է, երբ դու գիտես հարցը որն է, որ մեր մոտ ցանկություն էլ չի առաջանում օգնություն խնդրելու։ Մենք չենք ուզում օգնություն խնդրել։ Այ երբ որ լիներ ցանկություն ու դա ամաչելու ճանապարհով լիներ, օրինակ մենք ամաչեինք օգնություն խնդրել։ Ուղղակի մենք չենք ուզում օգնություն խնդրել։ Մենք ուզում ենք միայնակ մտնենք այդ փոսը, միայնակ դուրս գանք այդ փոսից, բայց դա մեկը բերում է քեզ ավելի ուրիշ level-ի։ Դու level up ես ունենում։ Որովհետև նաև մենք մեր գլուխ ենք մտցրել, որ եթե քեզ օգնում են, ուրեմն դա լիարժեք քո հաղթանակը չէ։ Դες չէի մտածել այդ ուղղությամբ։ Ես իմ ծնողից չեմ անգամ օգնություն խնդրում։ Սիրում եմ ինքնուրույն, ամեն ինչում ինքնուրույն։ Բոլոր դռները, որոնք իմ առջև փակեն, ես սիրում եմ դառնալ այն մարդը, ով կկարողանա այդ դռան միջով անցնել։ Դու միշտ ես այսպեսին եղել, թե այսպեսին դարձել ես։ Չէ, դարձել եմ։ Երբ։ Պապայից հետո։ Ես անդադար ասում եմ, որ պապայից հետո Մարիամը միգուցե շատ ավելի վատն է։ Միգուցե շատերը չեն ընդունում ու չսիրեն։ Ինչու՞։ Տես, ես պապայից հետո դարձել եմ ավելի կոպիտ մարդ։ Եթե անգամ դիտենք այն պրոյեկտները, որտեղ որ ես եղել եմ, օրինակ դեպի ճամբարի ընկեր Տաթևը, շատ ուրախ, պայծառ, թեթև, հավես աղջնակ։ Ես շատ կուզեի այդ Մարիամը նորից լինեի, բայց
կյանքը քեզ բերում է այնտեղ, որտեղ որ դու պետքա լինեիր։ Հիմա ես այսպեսին եմ ձևավորված։ Մի քիչ հնարավոր է կոպիտ լինեմ շատ տեղերում, մի փոքր էմոցիոնալ, մի փոքր պաշտպանությունս ավելի ուժեղ լինի, բայց ես հիմա մտածում եմ, որ ես այսպեսին եմ, ինչպեսին որ ձևավորվել եմ։ Ոչ ավել, քան այսքանը, ես այսքանը։ Իհարկե բնականաբար աշխատելու շատ տեղեր կան, մենք ամեն օր այդ աշխատանքի ու process-ի մեջ ենք, բայց այս պահին Մարիամը մի փոքր ավելի ինքնապաշտպանությունը, ավելի ուժեղացած ռեժիմի տակ դրված աղջիկ է։ Քանի որ ես սա հասկացել եմ, սա նշանակում է ինքը արդեն մաքրման ու աշխատանքի արդյունքում կգա նրան, որ սա ինձ չի խանգարի։ Բայց այս պահին երևի այդ ինքնապաշտպանությունն է շատ այսպես ցայտուն արտահայտված է ինձ մոտ։ Ընդհանրապես մեր կյանքում բոլորս ուզում ենք, որ շատ արագ մեր առջև դռները բացվեն։ Դռներ, որոնք որ շատ հեռու են անգամ թվում, մենք ցանկանում ենք գնալու, արագ է դուռը բացել, միջով անցնել, բայց մի շատ կարևոր հանգամանք կա։ Մենք պետքա դառնանք այն մարդը, ով կարող է անցնել այդ դռան միջով։ Այո, շատ դռներ մեր առջև փակ են, որովհետև մենք դեռ այն մարդը չենք զգացողությունների, զգացումների, էմոցիաների բոլոր առումներով, անգամ հասկացվածության ու գիտակցության առումով, մենք այն մարդը չենք, որ պատրաստ է այդ դռան միջով անցնել։ Դու հիմա այն մարդն ես, որը պատրաստ է անցնելու իր երազանքների դռան միջով։ Այս պահին չէ։ Ինչու՞։ Շատ դռներ եղել են, որոնք բացվել են ու ես անցել եմ։ Բայց շատ դռներ կան, որ դեռ Մարիամը շատ աշխատելու տեղ ունի, որ այդ դռների միջով կարողանա անցնի։ Ինչ-ն է հիմա քեզ պակասում այդ դռների միջով անցնելու համար։ Համարձակությունս։ Ռիսկի գնալը, ես այնքան ոչ ռիսկային մարդ եմ։ Միգուցե կողքից թվում է, որ ես այսպես շատ գործնական, ռիսկային, ընդհանրապես ես այնքան ոչ ռիսկային անձնավորություն եմ։ Ու ես շատ ցավում եմ, որովհետև ես մտածում եմ, որ ես կարող եմ ավելին, բայց իմ ոչ ռիսկային լինելը ու շատ ժամանակ վախերի այսպես այստեղ լինելս ինձ խանգարում է։ Չեմ կարողանում անել այն, ինչ որ ես ուզում եմ, բայց երբ որ դու գիտակցում ես, այ 2026-ը հենց այդպես էլ սկսվելու է։ Երբ որ դու գիտակցում ես, որ դու ես մի կյանք ունես, երկնայինի մասին չենք խոսում, այս պահին դա չեմ քննարկում։ Երբ մարդ գիտակցում է, որ ինքը այս մեկ կյանք ունի, որ ուզում է գնա Պարի, չի գնում Պարի, դու մյուս կյանքում Պարի չես գնալու։ Ուզում է ջիմ գնա, չի գնում, դու մյուս կյանքում ջիմ չես գնալու։ Մենք ինչի ենք ամեն ինչ հետաձգում։ Մենք ուզում ենք գնանք Պարի, մենք ուզում ենք գնանք Լողի, մենք ուզում ենք գնանք շրջագայինք, աշխարհը տեսնենք։ Այդ ամեն ինչը հետաձգվում է մեր ոչ ռիսկային լինելու պատճառով, բայց մենք չենք հասկանում, որ այս մեկ կյանք ունենք։ Մյուս կյանքում չգիտենք, կլինի, չի լինի, ռենկարնացիա կա, չկա, չգիտենք։ Այս մեկ կյանքում մենք ինչի չենք անում այն, ինչը որ մենք ուզում ենք։ Ինչի չենք ապրում այդ սուր զգացողությունները ու կյանքից քամում այն ամեն ինչ, ինչը որ կա։ Ընդհանրապես կյանքը այդ մեկ օր է։ Երեկը չկա արդեն, վաղը դեռ չի ծնվել։ Այս մեկ օր է մեր կյանքը, մենք ինչի չենք փորձում դա վայելել, ինչի չենք փորձում մենք դա լիովին, լիարժեք ապրել, ինչի։ Դու ինչ չես ապրել, ինչի համար հիմա ափսոսում ես։ Ոչ մի բան։ Ես դու զրույցդ սկսեցիր այնտեղից, որ դու ռիսկային չես, այսինքն ոչ թե դու գործնական դաշտում, հա, ես զգացողությունների վրա գնացի։ Ես հասկանում եմ հիմա, ես այս ամեն ինչը հասկանում եմ ու ես չեմ կարողանում այդ մեկ բանի համար պայքարել։ Ես ռիսկի չեմ կարողանում գնալ։ Ես ուզում եմ արդեն 1 տարի շարունակ փնտրում եմ բոլոր վարձու տարածքները, փորձում եմ ամեն բան անել, ամեն բան արված էր արդեն, գումարը պատրաստ, մինչև այսօր կա այդ գումարը։ Ես չեմ կարողանում ստեղծել ու բացել իմ երազանքների դպրոցը։ Ես վախում եմ ռիսկերից։ Ես ինձ հավաքում եմ, ասում եմ, Մարիամ, դու կարող ես, մեկ այդ ռիսկի չեմ կարողանում գնալ, ոչ է թույլ եմ տալիս ինձ օգնել։ Բայց դրան պիտի գա մարդ։ Բաներ կան, այո, մարդ պետքա գա դրան, որ անի, ճիշտ ժամանակին, որովհետև դա իմ, միգուցե դա թվում է, որ իմ կառավարելիության շրջանում է, բայց
Այս պահին չէ։ Ես երևի դեռ այդ ռիսկի գնալու հետ խնդիր ունեմ։ Մարիամ Տոնածառի տակ եւս մեկ նվեր ունես իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից։ Շնորհակալություն, մերսի շատ։ Իմպլանտումի հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է Դավիթ Մաթևոսյան, կոսմետոլոգիական ճյուղը զարգացնում է Ելենան Ադամյան, իմիջիայլոց իրենց կոսմետոլոգիական կլինիկան նորաբաց է, առաջ իմպլանտումի ստոմատոլոգիական կլինիկայի մի մասն էր, հիմա արդեն առանձին որպես կոսմետոլոգիական կլինիկա բացվել են եւ ունեն տարբեր ծառայություններ, շատ պրոցեդուրաներ կարող են նաեւ սեդացիայով անել, ինչը մեծ առավելություն է, ու նաեւ շատ սարքավորումներ, հա, օրինակ Հայաստանում եզակի միայն իրենց մոտ է։ Հիմնադիրը Ելենան Ադամյան շատ լավ բժիշկ է, ոչ միայն ինքն է դասավանդում Երևանի բժշկական համալսարանում, այլև ինքը հաճախ վերապատրաստվում է արտերկրում։ Ես սա շատ եմ կարևորում կոսմետոլոգիայի մեջ, որովհետեւ նախ ժամանակակից զարգացող գիտություն է եւ ենթադրենք 3 տարի առաջվա գիտելիքը կարող է ինչ-որ առումով նաեւ հնացած լինել եւ երկրորդ ի վերջո մեր առողջությունն ու մարմինն ենք վստահում մարդկանց, սա կարծում եմ շատ կարևոր հատկանիշ է մարդու, որը երբեք չի դադարում կրթվել։ Ես անչափ շնորհակալ եմ նվերների համար։ Ես սիրով օգտվում եմ եւ կօգտվեմ։ Շնորհակալ եմ։ Ձեզ մերսի շատ։ Իմպլանտում էսթետիկ կենտրոնը ընդլայնվելուց հետո ձեռք է բերել նոր սարքավորում։ Վիորա իսրայելական սարքը Հայաստանում դեռևս միայն իմպլանտումում է ներկայացված։ Էսթետիկ կենտրոնի ղեկավար բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ է իրենից ներկայացնում այս սարքը։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Սարքը բազմակի կիրառություն ունի, որքանով որ ես հասկացա շնորհանդեսին։ Այս սարքավորումը մենք ձեռք ենք բերել պաշտոնական ներկայացուցչից եւ այն միակն է Հայաստանում, բավականին հայտնի սարք է, ամբողջ աշխարհում տարբեր կլինիկաներում այն կիրառվում է։ Ես ընտրեցի հենց այս սարքավորումը, որովհետեւ պրոցեդուրայից հետո ռեաբիլիտացիոն շրջանը շատ կարճ է տևում, կարելի ասել գրեթե չի լինում։ Աշխատող մարդու համար, հատկապես կանանց համար, դա շատ կարևորագույն հարց է, որպեսզի կատարեն միջամտություններ եւ ոչ մեկ դա չնկատի, իսկ այս սարքը այդպիսի հնարավորություն մեզ տալիս է։ Ինչ խնդիրներ կարող ենք լուծել այս սարքի միջոցով։ Այն իրենց ներկայացնում է 5 սարքեր միաձուլված մեկ սարքի մեջ եւ լուծում է ոչ միայն դեմքի, այլ նաեւ մարմնի խնդիրներ։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում ներարկումներ կատարել, սակայն ցանկանում են երիտասարդությունը պահպանել, կարող են դիմել մեզ եւ մենք կարող ենք լուծել իրենց խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել երիտասարդացումը, մաշկի պիգմենտացիան, ակնե եւ պոստակնե հետքերը եւ բազմաթիվ խնդիրներ։ Սարքը ունի մի քանի գլխիկ, յուրաքանչյուր գլխիկը ինչ որ մի խնդիր է լուծում։ Օրինակ, էնդիակ գլխիկը, որը լուծում է մեր մազանոթային խնդիրները, հղիությունից հետո աստղիկները, որոնք առաջանում են, հա, մեր ոտքերի վրա կարող են լինել, օրինակ դեմքի վրա կարող առաջանալ, այս լազերի միջոցով հնարավոր է ձերբազատվել։ Ուզում եմ նշել, որ մենք անպայմանորեն համագործակցելու ենք անոթաբանի հետ, ում ցուցումով էլ իրականացվելու են նման միջամտությունները։ Մյուս գլխիկը դա մեր VFR գլխիկն է, որը ֆրակցիոն ռադիոհաճախականությամբ գլխիկ է, այսինքն իրականացնում է մաշկի երիտասարդացում։ Այն ոչ ինվազիվ մեթոդ է եւ ոչ ասեղային ճանապարհով իրականացնում է կոլագենի ստիմուլյացիա մեր մաշկում եւ բերում է օրինակի համար, եթե կան փոսիկներ, որոնք առաջացել են ակնե հիվանդությունից հետո, այն հզոր կոլագենի սինթեզ է իրականացնում եւ կարող է հարթեցնել մաշկը։ Այն կարող է նաեւ որպես հակատարիքային մեթոդ լինել եւ այն մանր կնճիռները, որոնք առաջանում են, նույնպես կարող ենք վերացնել այս գլխիկի միջոցով, այսինքն այն բուժառուները, ովքեր խուսափում են ներարկում կատարել, կարող են դիմել եւ մենք կարող ենք ոչ ինվազիվ մեթոդով խնդիրը լուծել։ Մեր մյուս գլխիկը դա VST գլխիկն է, որը բավականին ոչ տրավմատիկ է եւ առաջին իսկ պրոցեդուրան կատարելուց հետո մենք ունենում ենք lifting effect, հզոր կոլագենի եւ էլաստինի սինթեզ է ապահովում եւ ինչը մենք գիտենք, որ այդ նյութերը մեր մաշկի կարկասն են, որովհետեւ մաշկը կարող է երիտասարդ մնա։ Նման պրոցեդուրաները պետք է կատարել կուրսով։ Մենք ունենք մշակած այդ կուրսը եւ յուրաքանչյուր իհարկե բուժառուի համար անհատական մոտեցում կցուցաբերվի։ Եվ մեր մյուս գլխիկը դա V-form գլխիկն է, որը կարող ենք կիրառել
եւ մարմնի եւ դեմքի վրա։ Այս գլխիկը իրականացնում է բոլորի շատ սիրելի ցանկալի նիհարեցումը, կրկնակզակի վերացումը հենց դեմքի հատվածում, եթե կան արտահայտված այտոսկրեր, դա նույնպես կարող ենք փորձել դեմքը մի փոքր նիհարեցնել։ Այս գլխիկի լավ լինել ինչու նկարանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում եւ վակուում է իրականացնում, որը ազդում է մեր արյան շրջանառությունը լավացնում է եւ բերում է մաշկի ձգման եւ RF է տալիս, այսինքն իրականացնում է ճարպայրում։ Նույն պրոցեդուրայի ժամանակ մենք կարող ենք ունենալ եւ նիհարեցնող, ճարպայրող պրոցեդուրա եւ իհարկե մաշկը ձգող։ Այսինքն սրանով մենք կարող ենք ունենալ ջոլի պրոֆիլ ասվածը, մի փոքր ավելի սրացած դնչիկ, կրկնակզակի վերացում եւ ստորին ծնոտի անկյունների ընդգծում։ Այո, իհարկե կարող ենք ունենալ, սակայն պետք է մեր անատոմիան դա թույլ տա։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը ցույց տալ։ Շատ դեպքեր է լինում, որ մարդիկ կրկնակզակի վերացումից հետո իրենք էլ զարմանում են, որ իրենք ունեն այդ ոսկորը եւ կարիքը չէր լինում ընդհանրապես կատարել ֆիլերային աշխատանք։ Եթե կլինեն ցուցումներ, որ պետք է կիրառվի լիպոլիցիկներ, այն ավելի իհարկե լավ արդյունք կարող է բերել, սակայն առանց դրա նույնպես իր առավելություն հենց կանում է դրանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում։ Իհարկե կլինեն անհատական դեպքեր, երբ որ չկա կորած է այդ անկյունը, մենք հետագայում կարող ենք դա ֆիլերի միջոցով ընդգծել, սակայն առաջնային անպայման այդ կրկնակզակը, որը առաջանում է, որը փոխում է ընդհանրապես դեմքի օվալը, մենք կարող ենք առաջնային վերացնել այդ կրկնագզակը եւ բնական ընդգծել ոսկորը եւ գուցե եւ ընդհանրապես կարիք էլ չլինի ֆիլերային աշխատանքի։ Իսկ սարքի միջոցով որևէ խնդիր լուծել է, ենթադրում եմ մեկ անգամյա այց, թե սա ավելի համալիր մոտեցում է պահանջում։ Գիտեք, կախված է նախ դեպքից, դրա համար է շատ կարևոր առաջնային կոնսուլտացիան, սակայն կան պրոցեդուրաներ, որոնք մի քանի այց են ենթադրում։ Լավ արդյունք ստանալու համար բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ մեկ այցով երբևէ լավ արդյունք չենք կարող ունենալ։ Սարքի պրոցեդուրաները ենթադրում են նաև համակցում այլ պրոցեդուրաների հետ, թե առանձին պրոցեդուրաներ են։ Կարելի է իրականացնել եւ առանձին, եւ համակցված, դա շատ ինդիվիդուալ է, սակայն եթե ցանկանում ենք ունենալ շատ լավ արդյունք, բնականաբար համակցված տարբերակը ավելի նախընտրելի է։ Նոր սարք Հայաստանում միակն է, թանկ է։ Ոչ, շուկայական գների համեմատ ինքը բավական միջին գնարժեք ունի եւ կարծում եմ հասանելի կլինի մեր բնակչությանը։ Ելենայի Instagram-յան էջը եւ իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Երբ մեր կյանքում տեղի է ունենում այնինչ տեղի ունենում, մենք հասկանում ենք, որ ինչ լավ է, որ հենց հիմա սա տեղի ունեցավ, խոսքս իհարկե նստելու եւ սպասելու մասին չէ։ Երազանքդ կատարվում է, երբ դու դրան ընդառաջ ես գնում, բայց նույնիսկ երբ ինչ-որ բաներ ձգձգվում են, միևնույն է, այն պահին, երբ որ դա եղավ, դու հասկանում ես ինչ լավ է, որ հիմա եղավ, որովհետև միշտ լինում են հանգամանքներ, որ հասկանում ես, որ ավելի նպաստավոր էին։ Այնպես որ իր ճիշտ պահին դա կլինի քո կյանքում։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր, ժամանակ առաջ մենք խոսում էինք ու դու ասում ես, որ օրինակ երբևէ հետաքրքրված չես դասավանդումով, դա ընդհանրապես քոնը չէ։ Աշակերտներ մի լսեք։ Ինչ փոխվեց, դա ժամանակին երազանք էր, որը նույնիսկ քո մեջ դու չէիր բարձրաձայնում, թե ինչ որ մի բան փոխվեց Մարիամի մեջ։ Հիմա գանք գործնական։ Ուրեմն 2025-ը բուրըն գործունեության տարի է ինձ մոտ եղել, ինչի համար ես շատ շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ ինձ։ 2025-ը որ ասեցի սկսվեց խելքից դուրս, ինքը խելքից դուրս էլ սկսվեց։ Ու հենց իմ առաջին հաղորդումը եղավ խելքից դուրսը Monk 3-ի YouTube-յան ալիքում, շատ այսպես հավես ժամանցային հաղորդում էր, որից հետո այսպես արդեն կամաց այլ գործեր ձևավորվեցին։ Եկավ ամառը։ Ես մեր դպրոցի հայտարարության մեջ տեսնում եմ, որ փնտրում են արվեստի պատմության ուսուցչուհի։ Իմ շատ սիրելի դասղեկին ընկեր Գևորգյանին գրում եմ, ասում ընկեր Գևորգյան, որ գտնեք պատմության, արվեստի պատմության ուսուցչուհի, խնդրում եմ ինձ ասեք, որովհետև ուզում եմ գալ ու գիտելիքներս ոնց որ վերհիշել։ Ամեն բան նորից ինքս ինձ համար վերհիշել, կգնայի դասերին կնստեի։ Ընկեր Գևորգյանս ասում այո, իհարկե։ Անցնում է 2 ամիս, օգոստոս ամիսն է, ընկեր Գևորգյանի զանգ եմ ստանում։ Մարջան, դու գալիս ես մեր դպրոց արվեստի պատմության ուսուցչուհի։ Ընկեր Գևորգյան ոնց, անջատեց։ Ասում եմ մի րոպե։ Ես
արվեստի պատմության ուսուցչուհի, ասում կլինի գոնե օգնական։ Ես այնքան շնորհակալ եմ իմ աշակերտներին։ Իրենք թվով 200-ն են, շատ են։ Ոյ, 8 դասարան, 11-րդ դասանի աշակերտների հետ ենք աշխատում։ Վայ, ես իրենց այնքան շնորհակալ եմ։ Վայ, ես գիտեք իրենց ոնց եմ սիրում։ Իրենք իմ ամբողջ պատկերացումները անգամ ինքս, որ ես չէի մտածի, որ կարող եմ ինձնից փոքր մարդուկների հետ այդքան շատ լավ հարաբերություններ ստեղծել, որովհետև ես մտածում եմ, որ իմ ներվային համակարգը դրան պատրաստ չի։ Ես դպրոց չեմ բացում, որովհետև ես մտածում եմ, ես չեմ կարող աշխատել։ Ֆուլ փոխվեց պատկերացումը ամբողջ։ Ես գնացի արվեստի պատմության ուսուցչուհի, նախ ինձ համար դա շատ կարևորագույն ճանապարհ է, որովհետև ես իմ բոլոր գիտելիքները նորից վերհիշել եմ։ Դա այսպես գիտական առումով վերհիշել, կրկնել, ինքդ քեզ կրթել, շատ սիրուն ճանապարհ սկսվեց ինձ համար ու մենք դեռ 1 կիսամյակ ենք միասին աշխատում։ Ես իմ աշակերտներին անսահման սիրում եմ, իրենք էլ ինձ։ Դա ոչ թե փաստում են գնահատականները, որոնք որ 9 եւ 10-ն ավելի ցածր գնահատական չունենք, այլ այն, որ իրենք իմ դասերից գնում են ամեն մեկը, անգամ այն երեխան, ով հասկանում ես, որ չի զորով էս բանի նստած է ու իրան ընդհանրապես ուրիշ բան է հետաքրքիր, ինքը մեկա գնում է ինչ որ բան վերցրած ու քաղած, ես չէի մտածի, որ մենք այսքան լավ սերունդ ունենք։ Լուրջ եմ ասում, շատ միգուցե սխալը իմն է եղել, որ ես այլաչկով եմ նայել ու թերագնահատել եմ, բայց շատ լավ սերունդ ունենք։ Վայ, ինչքան լավ երեխեք են, Աստված իմ, ես այնքան շնորհակալ եմ, իմ աշակերտները ասենց ու վստահ եմ բոլոր դպրոցներում շատ լավ սերունդ ունենք։ դպրոցի դասատու է արդեն։ Հա, ընկեր Մարիամ, որ գալիս են, ընկեր Մարիամ, սեն, ընկեր Մարիամ, գիտեք, մի հատ ինչ որ հարց կա, ուզում եմ ձեզ հետ քննարկեմ, ասում եմ, եկեք, իհարկե քննարկենք։ Գնացել էի Ամստերդամ, ուրեմն մենք մեր վերջին դասը եղել էր Ռեմբրանտը, ու ես շատ սիրում եմ Ռեմբրանտին որպես նկարիչ, գնացել եմ Ռեմբրանտին թանգարան, պատկերացրա էմոցիաներս։ Ես չեմ հասցնում ապրել ու կիսվել իմ էմոցիաներով գոնե իմ բլոգում, ես առաջին հերթին աշակերտներս եմ ուղարկել, երեխեք, Ռեմբրանտի թանգարանում եմ հիմա երեխեքս մի անգամից այսպես լավ արձագանքներով ընկեր Մարիամ ոնց որ մեզ էլ սփորթ արեք որ մենք էլ գնանք տեսնենք ես հասկանում եմ որ ես իրենք ինձ շատ բան սովորեցրեցին որ ես կարող եմ այո կառավարել իմ բարկանալը հասկանալ որ այո շատ չես կարող բոլորին պարտադրել սովորել բայց կարող ես դա անել շատ սիրուն ճանապարհով քեզ սիրել տալով բերես նրան, որ իրենք սիրեն արվեստը։ Ես իրենց ասում եմ, ամեն տեղ փորձեք փնտրել արվեստ։ Միգուցե մեկիդ համար արվեստը իր կողքին նստած աղջիկը, միգուցե ձեր մայրիկը, միգուցե նաև ես, ինչու ոչ։ Ժամանակակից արվեստը մեր շատ զարգացած է։ Մեխոսկով իմ աշակերտները իմ մեջ շատ ուրիշ բաներ բացահայտեցին, որոնց համար ես իրենց շատ շնորհակալ եմ, գժվում եմ ձեր համար։ Դպրոցում ուսուցչուհի լինելը ես միշտ ասոցացրել եմ տաժանակիր եւ բարդ աշխատանքի հետ, որովհետեւ որքան էլ հաճելի է այդ պատասխանատվությունը, որ կարող ես սերունդ կրթել, միաժամանակ շատ բարդ է, հա, տարբեր ընտանիքների, տարբեր նախասիրությունների երեխաների հետ աշխատել, ընդ որում եթե հստակ ուղղվածությամբ, օրինակ դերասանական դպրոց է, մարդն ընտրում է իր ազատ ժամանակը տրամադրել եւ դերասանական դպրոց գնալ, դա մի բան է, երբ պարտադիր կրթական համակարգ է, տարբեր ընտանիքների, տարբեր դաստիարակության, տարբեր երեխաներ են գալիս, բարդ չի տարբեր բնավորությունների հետ աշխատանքը։ Բարդ է, բայց ես շատ կոմունիկաբիլնի մարդ եմ, մեր կոմունիկացիան շատ հեշտ ստացվեց։ Մենք մեր դասերին քննարկում ենք ամեն բան, մենք շատ բաց ենք, մենք ամեն բան քննարկում ենք իրենց շատ հուզող հարցեր, իմ գործունեության հետ կապված, իմ ասպարեզի հետ կապված, մենք քննարկում ենք, բաց ենք։ Ես դեռևս չեմ զգացել ու չի ստեղծվել այն մթնոլորտը, որտեղ որ ես գամ, որ իրենք շատ այսպես իրարից հեռու եւ տարբեր խավերի ընտանիքների զավակներ են։ Մենք շատ արվեստի մթնոլորտում ենք աշխատում միասին ու այդպես տարանջատումներ, զգացողություններ չեն եղել իմ մոտ։
Մարիամ, իսկ քո հայտնիությունը դերասանուհի լինելը արդյոք նպաստեց նաև հարաբերությունների ճիշտ կառուցմանը։ Ես կարծում եմ այո։ Միանշանակ այո։ Ես հիշում եմ, որ առաջի դասարանը որ մտա ու իրենց ռեակցիան որ ոնց այնց աշակերտները ու իդեպ ընկեր Գևորգյանի դասղեկականներ հենց իմ դասղեկի։ Սենց ես հիշում եմ աստիճաններով բարձրացա, արդեն քայլում էի դեպի դասարան, ուրեմն ես սենց բոլորի ռեակցիաներն եմ տեսնում, սենց չգիտեմ, աբսուրդի մեջ էին իրանք ու իդեպ աշակերտուհիներիցս մեկը շատ տպավորվել այդ զրույցում իմ մեջ։ Ընկեր Մարիամ ասաց, ձեր ինչին ա պետք եկել եք ոնց որ ուսուցչուհի եք աշխատում, ասեցի նախ ես ցավում եմ, որ ուսուցչուհի աշխատանքը այդքան աժեզրկված է, որովհետև այսօր շատ մարդիկ, չգիտեմ, աշխարհում հայտնի միլիոնատերներ երազում են մեծ լսարանի առջև հանդես գալ ու կրթել, աշխատել երեխաների հետ։ Ես եկել եմ դպրոց փաստելու, որ ուսուցչի աշխատանքը պետք չի ընդհանրապես արժեզրկել, այո, մենք գերագույն հաճույք ենք ստանում երեխաների հետ աշխատելով։ Դու մասնագիտական առումով հիմա գոհ ես այն կետից, որտեղ գտնվում ես։ Անգոհ չլինեմ, ինչ անեմ։ Իհարկե պետքա գոհ լինեմ։ Գոհ ես, որովհետև շնորհակալ մարդ ես, թե գոհ ես, որովհետև մտածում ես ինչ լավ է, ամեն ինչ այնպես է, ինչպես ես ուզում էի։ Ռեալիզացվելու խնդիր միշտ կա։ Օրինակ այս տարի ես որպես դերասանուհի չռեալիզացվեցի։ Ես այլ կողմով ինձ բացահայտեցի։ Իհարկե որպես հաղորդավարուհի հանդես գալը ինձ համար ել ավելի դժվար էր, որովհետև դա իմը չի։ Ես այդ դաշտում առաջին անգամ եմ ու երբ որ ունեցել եմ փորձ հեռավոր 2020 թվականին, երբ ուղիղ եթեր էի վարում, բարի լույս, դա ինձ համար պրավալ չէր, բայց այդ տարիքի համար այդքան էր։ Հիմա արդեն 28 տարեկանում, 28 տարեկանում նոր մասնագիտություն սովորելը ինձ համար այո շատ ժամանակ բարդ է լինում։ Ցավում եմ, որ այս տարի որպես դերասանուհի չռեալիզացվեցի, բայց նաև դրա հետ մեկտեղ անսահման ուրախ եմ, որ նոր բան փորձեցի։ Իհարկե չեմ ասի, որ պրոֆեսիոնալ 100%-ով ստացվում է ինձ մոտ, բայց արձագանքներից մարդկանց տված, մեկնաբանությունից հասկանում եմ, որ այդքան էլ վատ չի։ Եթե այդքան էլ վատ չի, նշանակում է ինքը աշխատելու եւ ավելի լավը դարձնելու տեղ ունի։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ խոսում էիր Բարի լույսում քո հաղորդավարական փորձի մասին, ասում էիր, որ ավելի լավ կլիներ, եթե դա եղած չլիներ։ Հա։ Հիմա այդպես չեմ մտածում։ Հիմա մտածում եմ, որ իհարկե դա եղավ, դա շատ լավ է, որ եղավ։ Ես սխալներ շատ արեցի, բայց այդ սխալներից ես այլևս չեմ ամաչում։ Այ ինքնաճանաչողության գալը հենց այդ ամենասիրուն ճանապարհն է, որ չես ամաչում, արել եմ, բնականաբար սխալներ թույլ եմ տվել, շաբլոն նախադասություն չասեմ, բոլորս սխալական ենք այս կյանքում, բոլորս։ Մարիամ, քան է ցոտ հարտնացրեցիր։ Ուզում եմ անգամ այդ մարդու կաչու, սևով կդնես։ Գիտես ժամանակին միգուցե ամաչեի, որ Ներսիկ Իսպիրյանին, մեր շատ սիրելի հաղորդման ուղիղ եթերի ժամանակ սխալմամբ ասել էի պարոն Ներսիսյան, երբ կարող էի եւ պետք է ասեի պարոն Իսպիրյան, շատ ամաչում էի այդ փաստից, բայց հիմա ժպիտով եմ հիշում, ուրախանում եմ ու ասում եմ, այ ապրես, հիմա պետք է ավելի ուշադիր լինես, հիմա ավելի այսպես որ մարդկանց չնեղացնես, ի վերջո մարդիկ ձեզ հյուր են գալիս։ Օրինակ, Arm Games-ի շրջանակներում ես ամեն անգամ փորձում եմ մեր մասնակիցների հետ լավ լինել, ջերմ լինել։ Իրանք մեզ մոտ են եկել, ես շատ կարևորում եմ իրանց ներկայությունը, նախ շատ հավես է իրանց հետ շփվելը, առնչվելը, մենք ապրում ենք իրար հետ, լուրջ օրեր ենք ապրում։ Իմիջիայլոց Arm Games-ի մասին շատ տարբեր կտորներ էին տարածվում համացանցում ու կարծես տպավորություն լիներ, որ շատ մարդիկ բացահայտվում էին հենց որպես մարդ։ Ես իհարկե հասկանում եմ, որ խաղ է, կարող է նաև շոուի տարրեր լինել, բայց ամեն դեպքում նաև հասկանում եմ, թե ով ինչ մոլուցք կարող է ունենալ։ Մեկը շոուի հաշվին ավելի հայտնի եւ քննարկելի դառնալու, մեկը շոուի հաշվին ավելի շատ գումար աշխատելու։ Ամեն դեպքում ճանապարհները տարբեր են։ Դու քեզ համար մարդկային կերպարներ շատ բացահայտեցիր, այդտեղ թե վերաբերվում էր, որ խաղը։ Չէ, ես վերաբերվել եմ, որ խաղ է, որովհետև եթե ես սկսեի
մարդկանց ճանաչելու process-ը այդ ամբողջ ընթացքում իմ վերաբերմունքը այլ կլիներ։ Ես փորձել եմ Այսինքն ավելի կոշտ կարող հա, ավելի կոշտ կարող է լինել, ես էմոցիոնալ մարդ, ամեն բան այսպես ցույց տվող, միգուցե նաև մարդկանց նեղացնեի։ Ես վերաբերվել եմ խաղ, ինքս էլ մտել եմ այդ վիճակի մեջ, հաճույք եմ ստացել, նեղվել եմ, շատ ժամանակ կռվել եմ Արամի հետ, ինչքան էլ որ մեր տանդեմը շատ ստացված է նկատվում, բայց մենք շատ վիճում ենք։ Մենք ամեն հաղորդումից հետո զանգում ենք իրար ու կռվում ենք իրար հետ։ Ինչու՞։ Ես չգիտեմ, ստացվում է այդպես, որ վիճում ենք իրար հետ։ Հիմա ստացվում է, բայց նաև Արամը քո գործատուն է, չէ՞։ Բայց վիճում ենք։ Ինչքան էլ որ նայում գործատուն է, մեր միջև վեճեր ձևավորվում են, բայց Ինչի շուրջ եք վիճում, օրինակ, չգիտեմ։ Արամ ստեղ անարդար գտնվեց։ Դու ես ավելի շատ վիճում։ Հա, ես եմ վիճողը, քանի որ ամբողջ process-ը իր ղեկավարության տակ է, շատ ժամանակ լինում են ընդվզումներ իմ կողմից։ Ես համաձայն չեմ այս մտքի հետ, ես համաձայն չեմ այս ամեն ինչի հետ, բայց ընդհանուր առմամբ Արամի հետ աշխատելը ինձ համար գերագույն հաճույք է։ Երկու էմոցիաների կծիկ պատկերացրու մի տեղում, մեր տանդեմը իրոք ես համարում եմ ստացված ու շատ շնորհակալ եմ իրեն, որ ինքը թույլ տվեց ինձ նոր տեղում ու նոր ապրումներով հանդես գալ։ Մարիամ, այն աղջիկը, որը վազվզում էր այստեղ, էստոնածառի տակ գուցե, ինչպիսին էր տեսնում իր ապագան, ինչպիսին էր երազում Մարիամի կյանքը 28 տարեկանում։ Իդեպ կարող եմ քիչ երկար պատմել, եթե հնարավոր է։ Երեք խոսում էի ընկերներիցս մեկի հետ ու այսպես մի հարց ինձ տվեց, ասաց՝ «Մար, ո՞նց է ստացվել, որ դու այս կետում ես քո կյանքում»։ Ու ես մեկ դրվագ եմ հիշում, ինչը բերեց ու ինձ հասցրեց այս կետին։ Ինչը որ շատերի համար միգուցե այստեղ է, միգուցե ես այստեղ եմ, կամ միգուցե ընդհանրապես Մարիամը չկա, բայց իմ ընտանիքում, երբ ես պետք է դերասանուհի դառնայի, ես հիշում եմ, որ իմ ընտանիքում դա չի քննարկվել լինել դերասանուհի թե ոչ։ Իմ ընտանիքը շատ ուժեղ աջակից է ինձ եղել։ Ես կուզեի ուղղակի իմ ընտանիքի բոլոր անդամները հիմա լինեին այստեղ։ 28 տարեկան Մարիամը դա կուզեր միայն, որովհետև ես հասկացա, որ ընտանիքից կարևոր էլ ինչքան էլ ես փորձում եմ կոմպենսացնեմ գործ անընդհատ աշխատանք եւ այլն, բայց ես շատ կուզեի, որ իմ ընտանիքի բոլոր անդամները ներկա լինեին։ Բայց ինչ վերաբերվում է գործնականին, ես միշտ ասում եմ, ես շնորհակալ եմ մեր կուրսյան 3 տղաներին, Արմանին, Սեյրանին ու Արտուրին, որ 4-րդ հարկի աստիճանների վրայից ինձ այսպես բրթեցին ու ասացին՝ դե զզվցրել ես, գնա այդ կաստինգին։ Ես երբեք այս ամենի մասին չեմ խոսել, բայց ես իրենց շատ շնորհակալ եմ, որովհետև իրենք տեսնում էին, թե ես ինչքան կոմպլեքսավորված էի, ինչքան չէի ցանկանում մասնակցել կաստինգների, ինչքան անհնար էր 3-րդ կուրսում թվում մեզ գնալ կաստինգների մասնակցել, նկարահանվել, բայց ես շատ շնորհակալ եմ նախ լուսահոգի իմ բեմական խոսքի դասախոս Լալա Մնացականյանին, Վայ ինչքան Տիկին Մնացականյանը մեզ ինֆորմացիա է տվել, դա միշտ իմ ուղեղումը, մենք միշտ առաջնորդվում ենք, ես եւ Էման Շաբոյան, մեր կուրսի Տիկին Մնացականյանի ասիստենտներ, մենք անդադար միշտ կապի մեջ ենք, շատ մտերիմ ընկերուհիներ ենք ու միշտ քննարկում ենք ու միշտ ցիտում ենք Տիկին Մնացականյանի խոսքերը։ Տիկին Մնացականյանը ինձ ինստիտուտում այսպես շատ պահում էր, դե չէր կարելի մեզ նկարահանվել, չէին թույլ տալիս։ Տիկին Մնացականյանս այսպես ինձ ամուր պահում էր, ինձ շատ էր սիրում ու ես հիշում եմ, շատ լավ հիշում եմ այդ օրը, երբ 4-րդ հարկում մեր կուրսի տղաները ինձ բրթեցին ու ասեցին՝ գնա, դե զզվցրել ես, գնա մասնակցի այդ կաստինգին ու այդ կաստինգից հետո իմ կյանքը լրիվ փոխվեց։ Խոսքը քո առաջին հեռուստատեսային նախագծի Բացիր աչքերդ հեռուստասերիալի մասին է, որտեղ դու մարմնավորում էիր կույր աղջիկը։ Մարիամը, այո, կույր աղջիկ է, ու ես ընտրվել էի շատ այսպես 20-րդական ինչ-որ դեր, հիշում եմ այդ նկարահանման օրը ստոպ տվեց ռեժիսորը, ասաց վերջ նկարահանում ու ես շատ ծանր էի տարել, որ փոքր դեր էր, չկարողացա սա նորմալ խաղալ, ես չպետք է այս կաստինգին գնայի, չպետք է գայի այս նկարահանմանը ու շատ նեղվել էի։ Այսինքն դու ներողություն ընդհատեցի, այսինքն դու
այդ կերպարով պետք է ուղղակի մի պահ հայտնվեր եւ վերջ։ Չէ, այդ կերպարով չէ։ Ընտրվել էի 20-րդական ինչ որ դեր ու այդ նկարահանման օրը այնքան ես ինձ ված զգացի, որ Տիկին Մնացականյանը ասել էր, որ վայ իմ ուսանողուհին է, ուրեմն կաստինգը անցել, ներկայացրել էր, որ ես իր ուսանողուհին եմ ու ինձ թվաց, որ իմ պատճառով նկարահանումը ավարտվեց։ Ու ես շատ հիշում եմ նեղված գնացել էի Ստեփանավան, ասացի գնամ մեկ շաբաթով կտրվեմ ամեն ինչից, հանգստանամ, ես ինձ շատ վատ էի զգում, մեղադրում էի մեր կուրսի տղաներին, որ ինձ կաստինգի են ուղարկել, չստացեց, ասում եմ ես ուզում եմ թատրոնի դերասանուհի դառնամ։ Ու զանգ եմ ստանում, որ Մարիամ դու ընտրվել ես այդ նույն պրոյեկտի գլխավոր հերոսուհի։ Ու այդպես սկսվեց իմ ճանապարհը։ Ես ուզում եմ այդ պահը պատկերացնել։ Դու խաղում ես ինչ որ Տանգո էի ապարում, մամ։ ինչու էր դա քեզ վերագրել, որովհետև եթե դերը առաջնային չէր, նկարահանումը կարող էր ավարտվել ցանկացած պատճառով։ Երևի ցանկացած պատճառով էր ավարտվել էր, բայց ես պատճառը չէի իմացել։ Ու ռեժիսորը, որ իմ տեսանից հետո ստոպ տվեց, ինձ թվացել էր, որ խնդիրը իմ մեջ է։ Այս պահին չեմ հիշում, երևի նկարահանող անձնակազմն էլ չի հիշի այդ պահը։ Ռեժիսորը այդ պահին էր տեսել քեզ որպես գլխավոր հերոսուհի, թե ավելի ուշ։ Երևի հենց այդ պահին է նկատելի եղել։ Ես չգիտեմ հետո ինչի գլխավոր հերոսուհին փոխվեց։ Ես դրա մասին Ով պիտի խաղար գլխավոր։ Չգիտեմ։ Լուրջ չեմ հիշում ով պիտի խաղար։ Չեմ հիշում, երևի չեմ հիշում։ Ես չեմ էլ իմացել ով է գլխավոր հերոսուհին։ Ես գլխավոր հերոսուհի հետ առնչություն եմ տեսանում, չեմ իմացել։ Հետո չեմ էլ հետաքրքրվել ով էր ճիշտն ասած։ Այսինքն ինչ որ մեկը նկարահանվել Հա, է։ ինչ որ մեկը արդեն ընտրված է եղել։ Ասացին Մարիամ ջան, դուք ընտրվել եք որպես գլխավոր հերոսուհի այդ նույն սերիալում։ Ու ես հիմա մտածում կարող եմ, չեմ կարող։ Ու իդեպ այդ պրոյեկտը կատարեց երանելի երազանքներից մեկը։ Ես ուրեմն քանի որ ամեն ինչով իմ քեռին եմ, իմ ատամները իրարից բավական հեռու էին, ու ես այդ պատճառով եմ միշտ կոմպլեքսավորվել։ Այս վերջերս մամային հարցում եմ, լավ, ինչի՞ չէիր տանում ինձ կատամնամուշարան։ Ուղ էին այդ։ Իմ համար դա շատ, չգիտեմ, ես ինձ վատ էի զգում, կոմպլեքսավորվում էի։ Ոնց կարելի էր 1 ժամում գնալ եւ այդ փոքր դետալը ուղղել ու իրենք տարան ես որ փոքր էի պատկերացրել մաստակ էի կպցնում ես որ դա չնկատի ու իրենք կատարեցին իմ երազանքներից մեկը 1 ժամում այդպես գեղեցիկ հավաքեցին դա որ հիմա ես ունեմ այս ատամնաշարը ու գնացել եմ ինստիտուտ երեխեքին ասում եմ պատմում եմ ցույց եմ տալիս ան չեք նկատում ոչ մի ու այդ պրոյեկտը ինձ համար շատ սիրուն հուշերով պրոյեկտ է եղել ես նկարահանվել եմ այնպիսի մարդկանց հետ, որոնցից այդ ժամանակ քաղել ու քամել եմ այն ինչը որ կարող էի, ձեռք եմ բերել ընկերներ, մտերիմներ, որոնց հետ հարաբերությունները մինչ օրս պահպանվում են։ Եզակի հայկական նախագծերից է եղել, որը ես դիտել եմ ու շատ սիրուն էր այդ կերպարի մեջ, շատ հետաքրքիր էր ու այնպես էր խաղում կույր աղջկա դերը, որ ես հավատում էի, ոչ միայն ես, շատերը, հա, այսինքն կարողանում էի շատ բնական խաղալ, բայց այս վառվռուն թռվռան աղջկա համար բարդ չէր հայացքը միշտ պահել այնպես, ինչպես կույր աղջիկը պիտի պահի։ Տես որ ասեմ շատ բարդ է եղել, չէ, որովհետև էլի եմ ասում, ինձ շատ էին օգնում այնտեղ բոլոր դերասանները, ես իրենց այնքան շնորհակալ եմ, իրենք ինձ շատ են օգնել, բոլոր այդ դետալների մասին ինձ ասել են, ռեժիսորը շատ էր ինձ օգնում, ինչպես կարողանամ, եթե ինչ-որ սխալ էի անում, բնականաբար ռեքստոպ նորից, ինձ շատ օգնել են, դրա համար ես չեմ կարող ասել, որ դա ես միայնակ եմ արել, չէ, դա համընդհանուր անձնակազմի օգնությունն է եղել ու աշխատանքը, ու դա շատ լավ ստարտ էր ինձ համար առաջին անգամ հանդես գալ հանրային հեռուստաընկերությունում ու երկարատև դադար էր սերիալների այդ ժամանակ ու առաջին սերիալը դադարից հետո բաց իր աչքերդ հեռուստասերիալներ, որտեղ ես գլխավոր հերոսուհին էի ու ես համարում եմ, որ ես սիրվեցի։ Ես հենց այդ պրոյեկտից հետո սիրվեցի ու այդպես գնաց։ Հետո արդեն այն պրոյեկտները, որտեղ որ ես հանդես եկա։ Մարիամ, Լալա Մնացականյանը մեր ամենասիրուն լուսավոր
տաղանդավոր դերասանուհիներից էր, որի կորուստը իհարկե անչափելի շատ մեծ կորուստ էր, բայց կորուստը հանրության համար մի տեսանկյուն է, հարազատ մարդկանց համար ուրիշ տեսանկյուն է, ինչպես իր կորուստը անդրադարձավ քեզ վրա։ Տիկին Մնացականյանը ինձ համար չի եղել միայն բեմական խոսքի դասախոս, շատ կյանքի դասերով է կիսվել մեզ հետ ու ես կկրկնեմ ու կասեմ, որ նա շատ գիտելիք է մեզ փոխանցել, ինքներս մեզ այնպես է բացահայտել մեր աչքի առաջ, որ մենք նոր ինստիտուտում ծանոթանում էինք ինքներս մեր եսի հետ։ Տիկին Մնացականյանի կորուստը շատ դժվար է եղել, ես իրոք շատ ցավում եմ, շատ այսպես էլի հանկարծակի իմացանք այդ ամենի մասին, որովհետև երբ որ ես ընկերեմայի հետ զրուցում էի, ասաց Մար 2 օր, 1 օր առաջ եմ Տիկին Մնացականյանի հետ խոսել ու ընդհանրապես չէինք պատկերացնի, որ կարող է նման բան լինել։ Ես շատ կուզեմ, որ մենք բոլորս իր ուսանողները, իրեն ճանաչող մարդիկ, հայ ժողովուրդը ընդհանրապես Տիկին Մնացականյանի կատարած աշխատանքը իրոք շատ այսպես լուսավոր ու վառ պահենք։ Ինչպես ես իրեն հիշում հիմա։ Ոյ, Տիկին Մնացականյանը իրականում մեզ հետ շատ խիստ էր։ Գիտես, նա երբեք մեզ թույլ չտվեց գրկել իրեն։ Մեկ անգամ ընկերուհուս հարսանիքին տեսանք, Տիկին Մնացականյանը կարամ գրկեմ ձեզ, ասաց, այո, կարող ես գրկել։ Ուրեմն չես պատկերացնի 4 տարի անց ես այսպես շատ ուրիշ զգացումով, որ թույլ տվեց իրեն գրկել, ինքը շատ մեծ հետ խիստ էր։ Մենք պարտադիր իր դասերին այսպես կազմ պատրաստ գնում էինք, ու ես իրեն շատ էի սիրում, բայց զգում էի Տիկին Մնացականյանն էլ ինձ էր սիրում։ Ես հիշում եմ մեր զրույցի ժամանակ ես առանձին Տիկին Մնացականյանի հետ հանդիպում էի, մենք խոսում էինք, ընկերեմային ասում էի կկազմակերպես հանդիպումներ իր հետ, հանդիպում էինք ու Տիկին Մնացականյանն էլ ցանկություններ ունենում ինձ հետ հանդիպելու, հասկացել էր, որ իմ կյանքում վատ շրջան է ու որպես դասախոս ցանկացել էր ինձ օգնել։ Մենք հանդիպել էինք, նստել ժամերով խոսացել էինք իրար հետ։ Հետո ես եկա տուն ու հասկացա, որ ինչ որ բան զբոյ է լինում իմ կյանքում, շատ լավ հիշում եմ այդ օրը։ Ասացի մի րոպե, չէ, ինչ որ բան զբոյ է գնում։ Ինքնագնահատականի խնդիր ունեմ ես այս պահին ու դա չի կարողանում բացատրել այն մարդկանց, ովքեր որ չունեն ինքնագնահատականի խնդիր։ Դժվար էր ինձ բացատրել այն ամեն ինչը, որ իմ կյանքում կատարվում էր մարդկանց, ովքեր չունեն ինքնագնահատականի խնդիր, բայց ես այդ ժամանակ ունեի։ Այդ ինչ փուլ էր քո կյանքում։ Կարծեմ 3-րդ կուրսեի։ Դե անձնական այդպես աղջկական լիքը խնդիրներ կարող էր լինել այդ ժամանակի համար։ Հիմա ես հասկացել եմ, որ իրոք դա շատ դժվար էր բացատրելը, բայց ես կարողացա ու Տիկին Մնացականյանս ինձ շատ օգնեց, ես շատ ցավում եմ, ես իրեն շատ սիրում եմ, շատ գնահատում ու ես իմ աշակերտներին էլ միշտ ասում եմ, Տիկին Մնացականյանը մեզ համար շատ կարևոր մարդ է եղել, ինձ համար իմ կյանքում Տիկին Մնացականյանը շատ կարևոր մարդ է եղել ու յուրաքանչյուր իմ հաջողություն, եթե ես հենց հիմա կբացեմ Facebook-ի մեր նամակագրությունը, ես ամեն իմ հաջողությունից հետո Տիկին Մնացականյանին գրում էի, որ Տիկին Մնացականյան, շնորհակալ եմ ձեզ, որ ինձ այսպիսի մարդ եք դարձրել, որովհետև շատ կարևոր էր։ Գրել էի Տիկին Մնացականյան ջան, գրում եմ շնորհակալությունս հայտնեմ ձեզ։ Այսօր 5 տարի անց կրկին ես բեմում խաղում եի ու բոլորը միաբերան ասում են, որ ձայնս հասանելի ու պարզ էր, իսկ բառերս հասկանալի եւ առանց ձայնային տատանումների։ Շնորհակալություն այդքան լավ աշխատանքի համար, որ անգամ 5 տարի անց ձեր կատարած հսկայական աշխատանքը նկատելի էր ու ոչինչ չէր փոխվել եւս մեկ անգամ անչափ շնորհակալ եմ գրել եմ, անչափ ուրախ եմ քեզ համար Մարիամ ջան, նոր վերելքներ եւ բարձունքներ եմ մաղթում։ Ես շատ եմ ցավում, որ վերջին տարիներին Տիկին Մնացականյանը ինչ պատճառներով հարցազրույցներ չէր տալիս։ Մենք իր հետ մասնավոր զրույց ունեցել ենք այդ մասին, ինձ թույլ չեմ տա հրապարակել պատճառները, որովհետև եթե մարդը չէր խոսում, բայց իրենից մի այնքան սիրուն հիշողություն ունեմ, երբ թորնիկ էր ունեցել, այն ժամանակ դեռ տպագիր մամուլում էի աշխատում, զանգահարեցի մի փոքր վախ ուներ լրագրողներից, ներկայացա հարցազրույց արեցի, հեռախոսով էինք խոսում, այնքան ոգևորված երջանիկ պատմեց ու գիտես իր որակական հատկանիշների մասին մի շատ կարևոր բան է խոսում։ Երբ նյութը հրապարակվեց, հետո ինքը զանգահարեց եւ շնորհակալություն հայտնեց։ Դա
նույնիսկ շատ նոր հայտնվող մարդիկ այդ կուլտուրան չունեն, զանգելու եւ ասելու շնորհակալություն ամեն ինչ շատ լավ էր, որովհետեւ հատկապես տպագիր մամուլում շատերը խնդիր էին չի ունենում, մի բան ասել են, այլ կերպ է ձևակերպել եւ այլն։ Ինքը զանգարեց, ես այնքան ոգևորվել էի, որ այդ մասշտաբի դերասանուհին զանգահարել եւ շնորհակալություն է հայտնում։ Տիկին Մնացականյանը շատ ուշադիր կիներ, շատ ուշադիր մարդ, կուրսում ամեն բան ինչը որ կատարվում էր ինքը շատ ուշադիր էր ու ինքը միշտ մտածում էր թե դիմացինի զգացողությունների մասին մտածում էր, ճիշտ է, իմ դեմքին ամեն բան ասում էր, ընկերեման էր մինչև այսօր ասում է, բայց եթե չլինեին իր տված գիտելիքները, ես միգուցե այո, ուրիշ մարդ ձևավորված լինեի։ Տիկին Մնացականյանը շատ կարևոր մարդ է իմ կյանքում։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի Սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահն էր, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Քո կյանքում գուցե մանկության տարիներն էլ, հա, ինչ որ բացեր եղած լինեն, որովհետև բոլորիս կյանքում ինչ որ բացեր լինում են, բայց գլոբալ առումով դու սիրո եւ ջերմության մեջ մեծացած երեխա ես։ Իսկ սա շատ կարեւոր է հետագայում մարդու ռեալիզացման եւ կայացման համար։ Ինչու սիրո եւ ջերմության մեջ մեծացած երեխան այդքան կոմպլեքսավորված էր։ Կոմպլեքսավորված եղել եմ, որովհետև ես ամաչում էի։ Ու ես վերջերս եմ երևի սկսել ինձ շատ սիրել, ու վերջերս եմ սկսել ազատվել կոմպլեքսներից, ինչի Instagram-յան բլոգում էլ երևում է, որ իրոք Մարիամը շատ կոմպլեքսներից ազատվել է։ Չեմ կարող ասել ինչի արդյունքում է դա ձևավորված եղել, կամ միգուցե դա ես եմ անվանում կոմպլեքս, նախ նեղվում էի մարմնիցս շատ։ Ոչ մի ինչ-որ առանձնահատուկ բան չկար, բայց ես նեղվում էի շատ։ Չգիտեմ, ես ունեմ էլի sense անկապ բզիկներ, որոնք ինձ շատ ժամանակ խանգարում են։ Այդ դրա համար եմ ես ասում, որ շատ կարևոր է ինքդ քո վրա աշխատելը։ Սիրո ջերմության մեջ ես մեծացել եմ, բայց դա իմ արտաքին կյանքի հետ այդքան էլ կապ չունի։ Ինքը իմ ներաշխարհն է շատ սիրուն ձևավորել, բայց իմ արտաքին կյանքում իմ կոմպլեքսները եղել են, հիմա եմ հասկանում, որ դրանք շատ անիմաստ են եղել։ Ինչից էիր կոմպլեքսավորվում, այսինքն Շատ քեզ անիմաստ հայլու բաներ։ մեջ տեսնում էիր եւ չէիր ընկալում։ Գիտես ոնց, մեկ արտանում էի ասում էի, վայ շատ սիրուն ես, մեկ արտանում էի ասում էի, վայ շատ տգեղ ես, վայ ատամներդ, վայ 5 կիլոգրամ գիրացել ես, խաղաղ չէի ինձ հետ, բայց այդ տարիքում այդքանը հասկանալը ինձ համար շատ դժվար է եղել։ Ես այդքան խորը չեմ եղել, որ հասկանայի այդ ամենը։ Ես մտածում եմ, որ դրանք ուղղակի աղջիկական անիմաստ կոմպլեքսներ են եղել։ Իսկ ինչ խոսքը եթե գնում է ներաշխարհի մասին, իմ ինստիտուտի բոլոր ընկերները կփաստեն, որ ես միշտ էսպես ձիլավոյ գործողությունների մեջ, սա պետք է անել, այստեղ պետք է գնալ, ավելի նաև ոչ կանացի, ես հիմա մտածում եմ, որ ես ավելի կանացի եմ դարձել, ավելի իմ վրա աշխատածը երևում է, բայց ինստիտուտում ես շատ էսպես մի քիչ տղայական եմ եղել, էլի մինչև հիմա կա այդ ամեն ինչը պահպանվել է, ես չեմ հերքում, բայց այն ժամանակ ես պահում էի ինձ, որ այս ամբողջ տարածքի տերը իմ papan է, ես այսպես եմ մտնում յուրաքանչյուր վայր ու papaյով էի ավելի շատ, այսպես վեր թռնում։ Պապայով վեր թռնող աղջիկ ես եղել։ Օ, ես մտածում եմ, որ այո։ Ես դրանից շատ լավ եմ ինձ զգացել։ Իրականում այդ մի կողմից եմ papayi ջերմությունն է, որը միշտ զգացել ես, մյուս կողմից կողքից կարող է ճիշտ չընկալվել։ Չէ։ Ես այո, այսպես շատ papayi աղջիկ եմ եղել ու papaյով միշտ հպարտանալ, դու ես ինչ որ հարց եթե լինի papan կրուցի, բայց այդպես էլ ոչ մի հարց չեղավ։ Ես ինքս իմ հարցերը լուծում էի, ինքս իմ կռիվները անում էի, բայց երբ որ դու գիտես, որ կա papayi այդ ուժը քո կյանքում, դա քեզ մի հատ ուրիշ տեղ է տանում։ Ավելի ուժեղ ես քեզ զգում եւ քո հարցերը կարողանում ես ամեն դեպքում լուծել ինքնուրույն։ Այո։ Հիմա դու շատ ավելի համարձակ ես դարձել ու ինքդ էլ նշեցիր, որ քո Instagram-յան էջից էլ երևում է, որ
սկսել ես ինքդ քեզ սիրել, բայց ճանապարհը գալու եւ ինքդ քեզ սիրելու երևի թե այն ամենակարևոր գիտակցումներն է, այն ամենակարևոր բաներն է, որը հասկանում ես, որովհետեւ ի վերջո ինչ որ մի օր հասկանում ես, որ եթե դու քեզ չսիրես, աշխարհը սիրել չես կարող։ Դու պիտի կարողանաս ընդունել եւ սիրել քեզ այնպիսին, ինչպիսին դու ստեղծված ես, որովհետեւ առավել եւս եթե ունես հավատքը եւս փոխկապակցված է ինքդ քեզ սիրելու հետ, որովհետեւ դու չպիտի ընդդիմանաս այն մարդուն, որը ստեղծված է Աստծո կողմից, բայց ինչպես դու եկար ինքդ քեզ սիրելուն։ Խոնարհվեցի կյանքին։ Խոնար եղա կյանքին։ Բայց ինչ կարևոր մտքեր կային, որ հասկացար ու դրանից հետո սկսեցիր քեզ սիրել։ Չեմ ուզում շատ այսպես մեծամտություն թվա անկեղծ։ Ես չեմ ուզում արդարացնեմ, բայց ես սկսեցի հասկանալ, թե ես ով եմ։ Ես ինչեր կարող եմ։ Ես ինչերի ընդունակ եւ չընդունակ մարդ եմ։ Ես կարողանում եմ երջանկացնել ինձ շրջապատող մարդկանց։ Ես կարողանում եմ օգնել։ Ես ինչի դա ինքս իմ մեջ չեմ նկատում եւ ինչի եմ թույլ տալիս առաջինը ուրիշները դրա մասին արտահայտվեն։ Չէ՞ որ դու առաջինը քեզ պետք է ինքդ սիրես։ Շատ կարեւոր է, երբ որ դու քեզ սիրում ես։ Ես գերագնահատելու մասին չեմ խոսում։ Ճիշտ ամեն բան իր արժեքը ունենալու մասին եմ խոսում։ Երբ դու սկսում ես ինքդ քեզ սիրել, մարդիկ էլ են քեզ սկսում ավելի շատ սիրել, Երբ թե որ չէ։ դու սկսում ես քեզ շատ սիրել, միգուցե անգամ միևնույն է դառնում քեզ բոլորը կսիրեն, թե ոչ։ Ես խորհուրդ եմ տալիս ու փորձում եմ ինքս էլ իմ խորհրդին հետևել։ Քեզ չնայես քննադատողի աչքերով ամեն օր։ Չարտնանաս ու ինքդ քեզ անդադար չքննադատես։ Փորձեք ձեզ շատ հավես զգացողություն է։ Փորձեք ձեզ նայել ձեզ շատ սիրող, ձեր մասին հոգ տանող, ձեզ կարևորող մամայի նման։ Փորձեք լուրջ եմ ասում ինքներդ ձեր նկատմամբ լինել մի փոքր մայր։ Վայ, փոխվում է ամեն ինչ։ Պարզվեց երեխա էլ ունի։ Փորձեք իրոք հոգատար մայրիկի պես ձեզ վերաբերվել։ Այնքան ես այսպես ամեն մասնիկդ կարևորում, այնքան ես սենց մտածում քո մասին, սկսում քեզ կարևորել, այդ շատ հավես զգացողություն է, լուրջ եմ ասում, կփորձես, խնդրում եմ։ Եթե մայրիկի աչքերով քեզ նայես, կարող է շատ արդեն բաց թողնես ինձ թվում է, որովհետև մամաների սերը, չգիտեմ, անչափելի սերը։ Ազնվության ու անկեղծության ու մաքրության մասին է, չէ՞, այ երբ որ վերաբերվես ինքդ քեզ այդպես, լրիվ այլ կողմով ես քեզ սկսում սիրել։ Ես չեմ ուզում ամբողջ հաղորդումը դառնա ինքնասիրահարվածության մասին, չփորձեք ձեզ իրոք շատ սիրել ու կարևորել։ Ես վստահ եմ, որ քեզ շատ-շատերն են այս հարցը տալիս, ինչպես է ստացվում, որ խելացի, գեղեցիկ, հաջողակ, կայացած աղջիկը մենակ է։ Այդ միտքը ինձ չի հետապնդում, այդ պատճառով ես այս պահին կոնկրետ պատասխանը չեմ կարող տալ։ Ես չեմ ապրում այդ մտքով, թե ինչու եմ ես մենակ կամ ես այս պահին չունեմ կողակից։ Բայց ինքը ծնվել է, ինքը գոյություն ունի, ինքը հենց հիմա աշխատում է, ինչ որ ուրիշ տեղ վստահաբար հենց հիմա հաց է ուտում կամ չգիտեմ, միգուցե նաև գործուղման է, չգիտեմ, բայց մենք կհանդիպենք իրար։ Միգուցե ես էստեղ եմ, ինքը էստեղ է, ես միգուցե պետք է գամ էստեղ, որ ես իրան հանդիպեմ։ Իսկ ինչու դու պետք է գաս այդտեղ եւ ոչ թե ինքը պիտի գա։ Միգուցե նաև։ Միգուցե մենք այստեղ ենք, ուղղակի դեռ չենք հանդիպել։ Բայց ինքը կա այն մարդը, ով լինելու է իմ կողքին։ Պարզապես հանգամանքների բերումով դեռևս մենք չենք հանդիպել։ Միգուցե ես պետք է շատ աշխատեմ իմ վրա, չգիտեմ, ճանապարհներ անցնեմ, որ հանդիպեմ, բայց ես հանդիպելու եմ իրան։ Վստահաբար։ Հա, ես դրա համար չեմ մտածում։ Եթե թույլ տաս, ես ուզում եմ խոսել նաև սիրո մեջ քո հիասթափությունների մասին։ Խոսենք։ Ինչ բաց թողում կար կամ ինչն է քեզ ամենից շատ նեղացրել այս դաշտում։
Ես ընտրություն եմ, ոչ թե տարբերակ։ Ես չեմ ուզում լինել տարբերակ, ես ուզում եմ իմ կողքին լինի մարդ, ով կհամարի ինձ ընտրություն։ Հարցեր եղել են, որոնք նախորդ մեր հաղորդման ժամանակ էլ մենք քննարկեցինք, բայց հիմա իմ այլ կողմով եմ նայում հարցին։ Ոչ թե վիրավորել են, ոչ թե նեղացրել են, ոչ թե ես հիասթափված եմ, չէ, սիրո հարցում ես այս պահին շատ հեքիաթային եմ եւ միշտ եմ այդպես լինելու, որովհետեւ դա իմ բնությունն է։ Դրա դեմ պայքարել, կռվել ես անզոր եմ։ Իմ բնությունը հավատում է, այո, սերը կա, սերը դա երջանկացնում է, բայց միայն այն սերը չէ, որը զուտ կողակցից է կախված։ Սիրո աղբյուրները շատ են, երջանկության աղբյուրները շատ են։ Հիասթափված չեմ, ուղղակի շատ հարցեր եղել են, որոնք բաց են եղել, բայց ես եկել եմ նրան, որ կյանքում կան հարցեր, որոնց սրոք գոդնեստի անցնում է, իրանք էլ քեզ հետաքրքիր չեն։ Անկամ տարիներ անց, որ քեզ միգուցե շատ հետաքրքիր լինեն հարցերի պատասխանները, հասկանում ես, որ ժամկետը անցել է, էլ քեզ չի հետաքրքրում։ Ու չես կարող այդ մարդու մեջ ամփոփել մի ամբողջ սեր ու ասես, որ սիրուց դու հիասթափվել ես, չէ։ Դա փորձ է, դա հերթական մեր կյանքի դասն է, շնորհակալություն, փակում ենք դուռը եւ անցնում ենք այլտեղ։ Քո մեջ շատ սիրուն երևույթ կա, երբ նույնիսկ հիասթափությունը, որը կարող է քեզ կյանքի ինչ-որ փուլում տառապանք է պատճառել, չի տարել քո աչքերի փայլը եւ այդ հիասթափությունը դու քեզ հետ տարիներ որպես բեռ չես տանում եւ ավելի չես ծանրացնում։ Ինչ որ մի փուլ ապրում ես եւ բաց ես թողնում։ Բայց կպատմես մեզ ինչպիսին է Մարիամը, երբ հենց այդ պահին այդ փուլի մեջ է, որովհետեւ մենք այն ինչ որ դու ասում ես շատ սիրուն է եւ շատ կարեւոր է, բայց մենք չենք կարողանում ամեն անգամ ասել, տես այսպես է, վերջ ես ոչ մի էմոցիա չեմ ապրի հիմա։ Լինելով գերեմոցիոնալ մարդ, սիրո հարցում բաժանման մեջ նույնպես ես այդպիսին եմ։ Ինչպես գերեմոցիոնալ մտնում եմ հարաբերության մեջ, այդպես էլ դուրս եմ գալիս եւ ավելի վատ։ Բայց ես հարգում եմ յուրաքանչյուրի ընտրությունը, նաեւ իմը, եթե ես ընտրում եմ գնալ, ես ամեն բան գեղեցիկ հաշվարկում նոր եմ գնում։ Միշտ դու ես գնացել։ Դες ինձ միշտ թվում է, որ մեկ է քեզ բաց թողողը տղամարդն է։ Ինչքան էլ որ մենք ասում ենք, ես հեռացա, ես դուռը փակեցի իմ ետևից, գնացի, ես եմ առաջինը վերջ դրել, կա չէ, տենց աղջիկներից մեջ կոմպլեքսիկներ, որ ասում ենք մենք ենք վերջ դրել, չէ, մեկ է վերջ դնողը, կարծում եմ, չգիտեմ։ Եթե սխալ եմ, խնդրում եմ ուղեք, կարծում եմ տղամարդն է, եթե տղամարդը չուզի, միգուցե վերջ չլինի հարաբերությունները, որովհետև կանայք որպես կանոն վերջ են դնում ոչ թե այն ժամանակ, երբ էլ չեն սիրում, այլ այն ժամանակ, երբ փորձում են պայքարել։ Հա, մեզ թվում է, որ վերջ դնելը դա մեր պայքարի տարբերակներից մեկն է, որ ինչ որ հարցեր կուղվեն, կլուծվեն, բայց մենք իզորու չենք այս կյանքում ոչ մեկի փոխելու, եւ ընդհանրապես շատ քիչ են լինում, որ մարդիկ փոխվում են եւ ի վերջո պետք է չի մարդկանց փոխել, պետք է ուղղակի գտնել մարդ, ում հետ նույն աշխարհայացքը կունենաք եւ նույն ցանկությունները ու նույն ապագայի մասին ձեր պատկերացումները։ Սիրո մեջ ինչն է քեզ համար ամենակարևորը։ Միգուցե շատ աղջկական, միգուցե շատ հեքիաթային լինի ասածս, բայց ինձ համար շատ կարևոր է, որ ես պետքա հրաժեշտ տամ մենակությանը։ Այդ ժամանակ, երբ որ ես զգում եմ, որ միգուցե ֆիզիկապես այս պահին մենակ եմ, բայց ներսս մենակ չի։ Կարծեմ Բրոդսկին ունի այդպիսի մի գեղեցիկ խոսք, երևի հենց իր ենթագիտակցության հենց այդպես էլ պատասխանեցի, որ սերը դա հրաժեշտն է քո մենությանը կամ մենակությանը, այս բանից այսպես կոնկրետ չեմ հիշում, որ ուղիղ թարգմանեմ, բայց երևի ենթագիտակցորեն հենց դրան եկա, որ ինձ համար սերը չունի բանաձև, չունի հստակ ինչ-որ բան, իմ համար սիրո մեջ
ամեն բան անսահման է։ Ես սիրելուց սիրում եմ անսահման, առանց չափերի, ու նաև սիրում եմ, որ ես ինձ զգում եմ հենց այդպես շատ սիրված։ Շատ կարևոր է կնոջ համար, լուրջ շատ կարևոր է կնոջ համար լինել ու զգալ, որ դու սիրված ես, ներկա լինել իրավիճակի մեջ, հասկանալ, որ այս պահին, այս տեղում, այս ժամանակահատվածում դու իրոք սիրված ես։ Իրոք շատ ժամանակ մենք միգուցե ասում ենք, որ մեզ համար շատ կարևոր է, որ ինքդ քեզ սիրես, այո, դա ամենակարևորն է, որովհետև ճիշտ սահմաններ ես դու այդ ժամանակ գծում։ Բայց նաև շատ կարևոր է, որ եթե քո ապագան դու տեսնում ես ընտանիք ունենալու մեջ, երեխաներ, գեղեցիկ ընտանիքի պատկերացում ունես, շատ կարևոր է կնոջ համար լինել սիրված, լինել գնահատված, ու ինձ համար շատ կարևոր է, որ հարաբերություններում լինի խորություն։ Երկու հոգի պետք է մենթալ իրար հետ կամ զարգանան, կամ նույն խորությամբ հանդիպեն։ Այս որ ասում եմ հանդիպել, այդ խորության մակարդակի մասին եմ խոսում, որ միգուցե ես այնքան խորը մարդ չեմ, որ հասնեմ դեռևս իրեն, միգուցե ինքը, չգիտեմ։ Ինչքան էլ որ ես ասեմ, միգուցե չեմ վազում այդ մտքի հետևից, բայց ես մեկ աղջիկ եմ, ով ցանկանում է ընտանիք ունենալ, ցանկանում է սիրված լինել, իր պատկերացումները ընտանիքի մասին այսպես ձևավորված ամեն դետալ առ դետալ, թե ես ոնց կպատկերացնեի իմ տունը, ես ինչ հարաբերության մեջ կլինեմ իմ ամուսնու հետ, ինչ տեսք ունին այդ ամեն ինչ, ես այսպես աֆիրմացիա անում եմ, պատկերացնում եմ, բայց ես չեմ վազում այդ մտքի հետևից ու թույլ չեմ տալիս, որ այդ միտքը կառավարի նաև իմ օրը, չէ, դա տեղի է ունենալու, ես հավատում եմ մեծագույն սիրով, ես հավատում եմ, որ ես շատ երջանիկ եմ լինելու ու գնահատելու եմ այն ինչը, որ իմ կյանքում կա, ես գիտեմ, որ իմ կողքին լինելու է։ Արի արջուկ, արի, մեր տունը չի։ Ես հավատում եմ ու վստահ եմ, որ կկարողանամ ճիշտ ընտրություն կատարել, ու այն մարդը, ով իմ կողքին կլինի, ինքն էլ վստահ կլինի, որ մենք միմյանց հանդիպել ենք ճիշտ ժամանակին ու մենք իրար հետ հյուսվելու ճիշտ փուլում ենք։ Մեր Մուկան շատ լավ խոսք ունի, ասում է շատ կարևոր է, որ երկու հոգի հարաբերություններ իրենք հյուսքի նման են։ Շատ կարևոր է, որ իրանք ճիշտ հյուսվեն, ճիշտ ֆորմա երկուսը, չէ՞ որ հյուսում ես, նույն երկուսը մեկը մյուսի ֆորման եք ստանում։ Կարևոր է, որ ճիշտ հյուսվելը լինի երկկողմանի իրոք խորության վրա։ Ես վստահ եմ, որ դու ուշադրություն շատ ունես հակառակ սեռի կողմից։ Ինչն է քեզ պակասում, ինչ որ մեկին հիմա քո կյանք թողնելու համար։ Դու այն մարդկանցից ես, որ կարծում ես, որ պետք է հենց առաջին պահից թրթիռ ունենաս, թե գուցե շատ հաճախ տեսնում ես ուշադրություն, բայց չես տեսնում ռեալ տղամարդ հավայել գործողություններ, ինչն է։ Դե ես շատ եմ ուշադիր դետալներին, ինձ համար սիրումից շատ կարևոր են դետալները, բայց հիմա էլ շատ բարդ եմ դարձել, որովհետև մի փոքր բան ու ես հիասթափվեցի։ Բայց շատ վաղուց է, որ ես իմ ներաշխար թույլ չեմ տվել մարդ լինի, մտածում եմ երևի ես ինքս դեռ դրան պատրաստ չեմ։ Արի շատ անկեղծ լինեմ ու պատասխանեմ, որ ես ինքս այս պահին պատրաստ չեմ ու դա բնականաբար ազդում է նաև իմ կյանքի վրա։ Վատ առումով չէ, ես մտածում եմ, որ դա լինելու է ճիշտ ժամանակին, ես չեմ վազում այդ մտքի հետևից, ես չեմ ով է ասել, որ ես պետքա 28 տարեկանում արդեն ամուսնացած լինեմ։ Ոչ մեկը։ Ես միգուցե ամուսնանում եմ 35 տարեկանում կամ 40-ում ու լինում եմ շատ երջանիկ։ Ով է որոշել, որ ես պետքա 28-ում ամուսնանամ։ Ես չեմ հերքում, ես չեմ մեղադրում, չեմ վատաբանում այն մարդկանց, ովքեր ամուսնացել են 20 տարեկանում, 21-ում, 25-ում։ Ես ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր մարդիկ երջանիկ լինեն, իրենց ընտրության հետ երջանիկ լինեն։ Բայց ես այս պահին թույլ չեմ տալիս, որովհետև միգուցե ես դեռ լիքն եմ։ Միգուցե ես չեմ դատարկվել, միգուցե ես դեռ պատրաստ չեմ նոր տեղատարափի։ Երբեմն լինում է, երբ առաջին հայացքից սիրում ես, սիրված ես, բայց հարաբերությունները խլում են քո անդորը։ Արդյոք դու հիմա, քեզ հիմա այսքան լիք ու երջանիկ զգալով հասկանում ես, որ դու ամեն դեպքում
այս մենակ ավելի երջանիկ ես, քան երբ հարաբերությունների մեջ ես եղել։ Այս պահին թերևս ես ինձ ավելի ներդաշնակ եմ զգում, քան երբ հարաբերություններ ունեի, որովհետև հարաբերության մեջ լինելով մտքերը անընդհատ ինձ կրծել են, տանջել են, շատ ժամանակ հոգնեցրել էին, բայց հիմա ավելի հանգիստ եմ ու ներդաշնակ, որովհետև այդ մտքերը ինձ չեն տանջում։ Ես հոգնել եմ անդադար կռվելուց, առանց այդ էլ իմ կյանքը բավական լուրջ ճակատամարտ է եղել։ Դե սիրո պակաս ունի։ Արջուկ Արջուկ ջան, շորս բոլոր ափսոսը։ տղամարդիկ նույնն են։ Ուշադրություն եմ փնտրում։ Всё, լավ, պարկի։ Առանց այդ էլ հա իմ կյանքը շատ բարդ է եղել։ Ես չեմ ուզում իմ ներաշխարհը քանդեմ, սկսեմ բուժել ուրիշ մեկին, ես ուզում եմ շատ ժամանակ ինքս ինձ կարողանամ բուժել։ Ու հիմա ես ինչի եմ իմ հետ ավելի ներդաշնակ, որովհետև մտքեր կան, որոնք ես ուղղակի բաց եմ թողել։ Պետքա բաց թողնես, շատ ժամանակ սովորես բաց թողնել, որովհետև դու չգիտես քո առջև ինչեր են գալու։ Միգուցե շատ հեքիաթային ու շատ սիրուն բաներ են քո առջև բացվելու, որոնց մասին դու անգամ ուղղակի պատկերացում չուներ եւ բարձին գլուխը դնելուց չես էլ մտածել։ Այո, բաց թողելը շատ ժամանակ ավելի ճիշտ որոշում է, քան կառչել ու պահելը, որովհետև երբ որ դու տեսնում ես դիմացինի ընտրությունը, դու ինքդ քո համար արդեն պետք է ընտրություն լինես։ Երբեմն դիմացին ընտրությունը քեզ վիրավորել է։ Իհարկե։ Իհարկե վիրավորել է, բայց ես ընդունել եմ, խաղաղ եմ եղել իր որոշման հետ, որովհետև ինքը այդ հարցում ինձ հետ ազնիվ է եղել։ Ինքը գոնե ազնիվ է եղել։ Միգուցե ես ինքս իմ նկատմամբ ազնիվ չեմ եղել ու չեմ նկատել դա։ Միգուցե ես պետքա շուտ հեռանայի այդտեղից։ Միգուցե իմ եսը ավելի շուտ է սկսել վիրավորվել, ուղղակի ես դա չեմ նկատել։ Հիմա ես իմ առաջ տեսնում եմ նստած էմոցիոնալ ավելի հասուն աղջկա, քան այն աղջիկներ, որի հետ մենք երևի թե 3-4 տարի առաջ նկարում էինք look and face։ Իհարկե խոսքս բոլորովին այն մասին չէ, որ այն ժամանակ հասուն չէր, բայց բնականաբար, հա, տարիները իրենց ազդեցությունը ունենում են մեզ վրա։ Արդյոք իրականում վերջին 2-3 տարին քեզ վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունեցան, քան ենթադրենք դրան նախորդած 7 տարին միասին վերցրած։ Հա, բնականաբար մեծ ազդեցություն են ունեցել, որովհետև ես այն ժամանակ միգուցե շատ երեխայի նման էի մտածում, աղջնակի ու բոլորը ինձ պարտավոր էին։ Ես չեմ թաքցնում, ես այո, շատ սխալ մտածմունքներ եմ ունեցել եւ ինձ թվացել են, որ դրանք բացարձակ ճշմարտություններ են, բայց հիմա չէ, հիմա ես ավելի, այսպես ասած, կարևորել եմ ինքնազարգացումը եւ ինքնակրթումը, որի հիման վրա ձևավորվել է նաեւ բնավորություն, ու ես շատ հաշտ ապրում եմ այն բոլոր տեղի ունեցող իրադարձությունների, զգացողությունների հետ, զգացմունքների հետ, որոնք իմ կյանքում կան։ Ես փորձում եմ դրանք կառավարել, որ դրանք ինձ չկործանեն, բայց ես դրանց հետ շատ հաշտ եմ։ Ընդունում եմ ամեն բան, ինչը որ իրականում կա, անգամ վատ խոսակցությունները, չէ, բնականաբար չեն կարող, անհնար է, եթե մի փոքր հանրային մարդ ես լինում, արդեն դու պետքա պատրաստ լինես, չէ, խոսակցությունների։ Այն ժամանակվա Մարիամը շատ ավելի բուռն կարձագանքեր դրանց մասին, կխոսեր, կզանգեր, կկռվեր։ Չէ, հիմա այնքան հաշտ եմ, հիմա ընդունում եմ, որ մարդիկ հավատում են նրան, ինչին որ իրենք ուզում են։ Վերջ։ Ամեն դեպքում խոսակցությունները, որոնք հանրային մարդու շուրջ պատտվում են, որովհետև նույնիսկ այն մարդիկ, որոնց մասին միանշանակ դրական կարծիք կա, կան մարդիկ, որոնք չեն հանդուրժում այդ միանշանակ դրական կարծիքը եւ երբեմն մեկը փորձում է տարբերվելու համար ինչ-որ կարծիք ասել, մեկը փորձում է ուղղակի հարատավորել, որովհետեւ չի ուզում տեսնել, որ կա մեկը, որի հանդեպ մեծ մասամբ դրական կարծիք ունեն։ Քո հանդեպ մեծ մասամբ դրական կարծիք կա, բայց երբ հանրային ես, նույնիսկ հազվադեպ, բայց կարող են որոշակի նաեւ բացասական կարծիքներ լինել։ Դրանց հետ բախումը շատ սուր է ստանում։ Ես այլևս չեմ թունավորում իմ կյանքը մեկ բաժակ սուրճի սեղանի առաջ 1 րոպեանոց պարզապես խոսակցության պատճառով։ Առաջ թունավորում եմ։ Իհարկե, voi գիտես ինչ էի անում,
կռվում էի, լացում էի, նեղվում էի։ Հիմա ես շատ հաշտ եմ։ Ամեն ինչի հետ, ինչը որ իմ կյանքում կատարվում է, իմ շուրջ կատարվում է, անգամ խոսակցություններ, հա, ինչ որ, չգիտեմ, բամբասանքներ։ Իհարկե այդպես չեմ լսել իմ մասին շոտ, այդպես մեծ ալիքի դեռ չեմ հանդիպել եւ հուսամ չեմ էլ հանդիպի, բայց ես մեկ է մտածում եմ, որ մարդիկ հավատում են նրան, ինչին որ իրենք ուզում են։ Երբ ինձ մոտ ինչ որ բան խոսում են, ես միշտ ասում եմ փաստեր, ինձ հետ փաստերով։ Ինձ համար շատ կարևոր է, որ լինեմ փաստեր, չկան փաստեր, ուրեմն չենք խոսում։ Ես շատ արդար եմ այս հարցում, փորձում եմ բոլորի նկատմամբ արդար լինել։ Եթե ինչ-որ բան խոսում եմ, ես ասում եմ փաստեր ինձ ասեք։ Եթե չկան փաստեր, ես չեմ կյանք տալիս այդ մտքին։ Վերջ։ Հիմա մտածում եմ, իմ կյանքում այնպիսի բաներ են տեղի ունեցել, այնպիսի հրաշքներ, այնպիսի ծայրահեղություններ են տեղի ունենում։ Ես ինչի պետքա դնեմ իմ ժամանակը վատնեմ խոսակցությունների համար։ Ես կրկնում եմ, ես մեկ օրվա կյանք ունեմ, բոլորս մենք մի օրը ունենք։ Ես ինչի իմ ժամանակը ծախսեմ այն ամենի վրա, ինչ որ ինձ լավ բան չի տալիս։ Ուղղակի զուտ խոսակցություններ ու ոչինչ։ Էմոցիոնալ հասունությունը գալիս է այն ժամանակ, երբ որ դու հաշտվում ես այն ամենի հետ, ինչ որ աշխարհում կատարվում է։ Խոսում են, թող խոսեն, քննարկում են, թող քննարկեն։ Լավն են անում, թող անեն, դու էլ լավ արա, լավը դու, ինչքան կարող ես արա միայն լավը ու բարին։ Ես այնտեղ եմ, որտեղ կա բարին ու Աստվածը։ Մարիամ, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար, շնորհակալ եմ, որ այսքան իսկական ու էմոցիոնալ էիր, որովհետև շատ կարևոր է, որ անկախ բոլոր խնդիրներից դու այսպես միշտ վառորուն աչքերով խոսում ես կյանքի մասին։ Կյանքը սիրելը երևի թե մեր առաջին ամենակարևոր սերերից է։ Մենք տարբեր սերերի մասին խոսելիս ասում ենք, այս սա շատ կարևոր է քեզ սիրել, կարևոր է Աստծուն սիրել, ընդունել, կարևոր է քո միջավայրի մարդկանց սիրել։ Սերը առհասարակ շատ կարևոր է, բայց կյանքի հանդեպ սերը ձևավորում է մեր կյանքի որակը։ Ու ես շատ ուրախ եմ, որ դու այսքան սիրում ես կյանքը, որովհետև դա միշտ փոխադարձ է լինում։ Հա, համաձայն եմ։ Այո, ես ուզում եմ, որ բոլորը գան այս գիտակցմանը։ Ես սկզբում ասացի գիտակցված երջանկություն, այո, ես ուզում եմ, որ դուք գիտակցված երջանիկ լինեք, բոլորդ ցանկանում եմ, որ շատ անսահման երջանիկ լինեք։ Մանավանդ կանանց դա շատ թևեր է տալիս։ Վայ, այնքան տաքոք ու սիրուն տարեմուտի հաղորդում է։ Շնորհակալ եմ Քեզ շատ։ մերսի, շատ։ Շնորհավոր բոլորիդ նոր տարին, ամենակարևորը այստեղի ներդաշնակությունն է ու ամենակարևորը երբ հայլու մեջ նայեք, չամաչեք ձեր եսից, ապրեք կյանքը այնպես, որ եւ վայելեք կյանքը, եւ սիրեք կյանքը, եւ պատասխանատու լինեք ձեր յուրաքանչյուր գործողության համար։ Շնորհավոր նոր տարի։